Ծննդոց գրքի նախապան Մովսես ծննդոց գիրքը ամբողջացուց Քրիստոսի առաջ 1513-ին Սինայի անաբադը Մովսես ծնած էր Քրիստոսի առաջ 1593-ին ան մարգարե, առաջնորդ, թադավոր, բատմապան եւ միջնորդ էր ան գրեց Աստվածաշունչին առաջին 5 գիրքերը, որոնք հնկամադյան կգոչվին, ինչպես նաեւ Հոբ գիրքը, Սաղմոս 90-ը եւ հավանաբար Սաղմոս 91-ը։ Ծննդոց անունը կնշանակե ծագում կամ ծնունդ։ Այս գիրքը կբացատրի դիեզերքին ծագումը եւ թե Աստված ինչպես երկիրը պատրաստեց, որ մարդ արարածը ադոր վրա ապրի։ Ադիգանայով կնկարագրե իսրայելացիներուն ծագումը եւ Եգիպտոսի մեջ անոնց աճումը, մինչեւ Հովսեփի մահը Քրիստոսի առաջ 1657-ին։ Ծննդոց գիրքը ունի 50 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխները կնկարագրեն թե Աստված ինչպես օրեր գոչվող 6 ժամանակաշրջաններու մեջ երկիրը պատրաստեց մարդոց համար եւ յետքը ստեղծեց առաջին մարդն ու գինը, Ադամն ու Եվան։ Աստված անոնց ասավ, որ երկիրը լեցնեն եւ անոր դիրեն, անոնք հավիտյան ապրելու հույս ունեին։ Երրորդ գլուխի մեջ Օծմը Եվան կխաբե, որ Աստծո անհնազանդ գտնվի։ Ադամն ալ իրեն կհետևի։ Արի արդյունք մարդկությունը մեղքն ու մահը կժարանքե։ Վեցերորդ գլուխի մեջ չար հրեշտակներ մարդկային մարմիններ կհագնին եւ գիներու հետ ամուսնանալով զավակներ կունենան, որոնք հսկաներ կգոչվին։ Աշխարհը չարությունով կլեցվի եւ Աստված գորոշե բոլոր մարմիններուն վեճ տնել մեծ չրհեղովը։ Բայց Նոյը Աստծո հաջողությունը ունի եւ Աստված իրեն գսե, որ դա բան մշինե ազատելու համար իր ընտանիքը եւ դեսագավոր անասուններ։ 10-րդ եւ 11-րդ գլուխներու մեջ կտեսնենք, որ չրեղեն յետք մարդիկ կսկսին մեծ աշտարակ ունեցող քաղաք մշինել։ Ասիգա Աստծո նպատակին հագարակ էր, անգուզեր, որ մարդիկ երկիրը լեցնեն։ Աստված անոնց լեզուն կխառնե եւ զանոնք կծրվե։ 11-րդ գլուխեն մինչև 25-րդ գլուխները կգետրոնան Աբրահամին վրա, որ խոր հավատք ունեցող անձ մներ։ 13-րդ գլուխի մեջ Եհովան գսե Աբրահամին, որ այն ադեն Աբրամ կգոչվեր, որ մտնե այն երկիրը, ուր ան օրմը մեծ ասմը բիդելլա եւ իր մոտ բիդե օրնվին բոլոր ասկերը։ 15-րդ գլուխի մեջ Եհովան Աբրամին գսե, որ երկինք նայի ու աստղերը համրե եթե գրնա եւ գավելցնե հուսերունթդ այսպես բիդելլա։ Գիտեիր, ծննդոց գիրքը Աստվածաշունչին բնապանը գտնե։ Եհովային իշխելու իրավունքին չադակովումը եւ երկրին ու մարդոց նկատմամբ իր նպատակին իրագործումը իր տակավորության միջոցով, որուն տակավորը աբակային միդիկար։ Անոր եւ անոր ընելիքներուն մասին առաջին անգամ մարգարեացված է ծննդոց 3:15-ի մեջ։ Հայտնություն գիրքը կտուցնե, որ ծննդոցի մեջ նշված ցերունտը ինչպես կճախճախի այն առաջվան օծը, սատանան եւ խոստացված օրնությունները կբերե ամբողջ հնազանդ մարդկության վրա։ 19-րդ գլուխի մեջ Աստված կգործանե Սոդոմն ու Գոմորը եւ մոդագա քաղաքները, քանի որ անոնք սերային անբարոյություն կգործեին։ 22-րդ գլուխի մեջ Եհովան Աբրահամեն կխնդրե, որ իր դղան Իսահակը զոհե։ Բայց երբ Աբրահամ ասիգա անելու վրա է, Եհովան զին կգեցնե եւ կգրտնե նախաբես իր դված խոստումները Աբրահամին աբակասերունտի մասին։ 24-րդ գլուխեն մինչև 50-րդ գլուխները կգետրոնան Իսահակին, անոր երկվորյակ դղաներուն Հակոբին ու Եսավին եւ Հակոբին դողուն Հովսեփին վրա։ Իսահակ գորնե Հակոբը։ Յետքը Հակոբ կերտա միջակետ կոչվող դեղմը։ Հոն ան Լիայեն, Ռաքելեն եւ անոնց երկու աղախիներեն շատ զավակներ ունենա, որոնց մե 11-ը դղազավակներ են։ Յետքը Հակոբ կվերադառնա Կանան, ուր Աստված իր անունը կփոխե Իսրայելի։ Հոն Հակոբին 13-րդ դղան կծնի Ռաքելեն։ 37-րդ գլուխեն մինչև 41-րդ գլուխը կպատմեն, թե Հակոբին 17 տարեկան դղան Հովսեփը կձախվի իր եղբայրներուն կողմէ եւ ստրուկ կդառնա Բեդապրեսին,
որ փարավոնի մեկ բալադականն էր։ Հետագային Բեդապրեսին գինը կփորձե Հովսեփը հրաբուրել, բայց կծախողի։ Անգսե որ Հովսեփ փորձե զինք բռնապարել, եւ Հովսեփ բանտ կնետվի։ Երբ Հովսեփ 30 տարեկան գլա, բանդի մեջ Աստծո Սուրբ Հոգին օգնությամբ փարավոնին երազները կբացառե։ Այսպիսով ան ազատ կարձակվի եւ Եգիպտոսին վարչապետը գլա։ 42-րդ գլուխեն մինչև 47-րդ գլուխի մեջ կգարտանք, որ Հովսեփ կդեսնվի իր ընտանիքին հետ, որոնք Եգիպտոսի մեջ կհաստատվին որպես օդարականներ։ 49-րդ գլուխի մեջ կգտնենք այն մարգարեությունը, որ Հակոբ իր դղաներուն մասին տվավ իր մահեն առաջ։ Հութայեն միտիկա խոստացյալ սերունդը, այսինքն Սելովը, որում պիտի անազանտին ժողովուրդները։ Մինչ ծննդոց քիրքը կգարտաս, դες թե ադիգա ինչպես կբացառվի թե մարդկության դարաբանքին փուն պատճառը ինչ է, թե ինչպես եւ ինչու նահաբետները Աստծո հաջությունը եւ օրհնությունը ունեին, եւ թե ինչպես անոնց տրված Եհովային խոստումները պիտի կատարվին Հիսուս Քրիստոսի միջոցով, որ Աստծո թագավորության թագավորն է։ Ելից գրքի նախապան Մովսես ելից քիրքը գրեց Սինայի անաբադի մեջ Քրիստոսի առաջ 1512-ին իսրայելացիները Եգիպտոսը ցեկել են 1 տարի ետք։ Ելից քիրքը գծածկե 145 տարվան ժամանակաշրջանը, սկսելով Հովսեփին մահեն Քրիստոսի առաջ 1657-ին, մինչև Խորանին շինարարությունը Քրիստոսի առաջ 1512-ին։ Ելից քիրքի մեջ կգարտանք, որ Եհովան ինչպես իսրայելացիները ազատագրեց Եգիպտական ստրկութենեն, ինչպես անոնք կազմակերպեց որպես ասկ, եւ թե ինչպես անոնց սորվեցուց զինք պաշտելու գերբը։ Ելից քիրքը ունի 40 գլուխներ։ Առաջին գլուխի մեջ կգարտանք, որ իսրայելացիներուն թիվը շատացավ։ Անոր համար փարավոնը զանոնք ստրուկներ դարձուց։ Երկուքեն 4 գլուխներու մեջ կգարտանք, որ Մովսես գծնի, փարավոնին աղջիկան գոմեն գոր տեկրվի, եւ հետագային Մատյամի երգիրը կփախչի սպանելի հետ Եգիպտացիմը, որ Եբրայացիմը գծեջեր։ Դարիներ յետք Եհովա Մովսեսին գսե, որ իսրայելացիները Եգիպտոսեն դուրս անե։ 7-րդ գլուխեն 10-րդ գլուխի մեջ Մովսես իր եղբոր Ահարոնի միջոցով գրգին անգամ փարավոնին գսե, որ իսրայելացիները Եգիպտոսեն արձակե։ Բայց փարավոն գմերժե։ Եհովան գահագաստե 10 բադուհասներ բերելով Եգիպտոսի վրա։ Օրինակ, Նեղոսկեդը արյունի գվերած է, Եգիպտոսը կորդերով գծածկե եւ մարդոց ու անասուններուն վրա ուրեցքներ գբերե։ 13-րդ գլուխի մեջ Աստված բասեկը գհաստատե։ Ան նաեւ գբերե 10-րդ եւ վերջին բադուհասը, անտրանիկներուն մահը։ Երբ փարավոնին զավակն ալ գմերնի, գփաստվի անոր անկարողը լալը, վերջապես անգծկե, որ իսրայելացիները երտան։ 10-րդ գլուխի մեջ կգարտանք, որ Եհովան ինչպես ցերեգը ամբիսյունով եւ գիշերը գրագի սյունով իր ժողովուրդը գարաչնորթե։ 14-րդ եւ 15-րդ գլուխներու մեջ փարավոնը հիմարորեն իսրայելացիները գհետաբնտե։ Բայց Եհովան բաճար գտարնա, որ փարավոնը եւ իր զորքը Գարմիր ծովու մեջ խեղդվին։ Ետքը Մովսես եւ իսրայելացիները հաղթանակի երկ մգերքեն Եհովային։ Գիտեիր, Մովսեսի միջոցով Եհովան փարավոնին ասավ. Ասոր համար քեզ վերցուցի, որ իմ զորությունս քեզ մոնցուցնեմ, ու բոլոր երկրի մեջ իմ անունս պատմվի։ Եվ իրապես Աստուծո անունը ամեն տեղ գիծվեցավ։ Նույնիսկ 40 տարի հետ Քանանի ժողովուրդը մեջը լալով Ռախաբ հիշեց Գարմիր ծովուն այս դեպքը։ Իսկ ամենեն կարևորը փարավոնին ցավալի վախճանը ցույց կտա, թե ինչ պիտի բադահի բոլոր անոնց, որոնք Եհովային գահագարագին։ Մեջը լալով Սատանան։ 16-րդ գլուխի մեջ Եհովան իսրայելացիներուն մանանակ ապահով է, ինչ որ իրենց գլխավոր ուտելիքը գտարնա անաբադի մեջ։ 19-րդ գլուխի մեջ Մովսես Սինալերը գբարձրանա, ուր Աստված կխոստանա, որ եթե իսրայելացիները իրեն լման հնազանդին, պիտի դառնան քահանաներու տակավորություն ու սուրբ ասկ։ 20-րդ գլուխի մեջ մինչ Աստված 10 բադվիրանները գուտա Սինալերան վրա, ժողովուրդը գլսե որոդումներ ու փողի ցայն եւ գտեսնե գայծակներ եւ լերան վրայի մուխը։
24-րդ գլուխի մեջ Մովսես ժողովրդին կգարտա ուխտին գիրքը։ Անոնք կսեն դերոջը բոլորը սածը պիտի գադարենք ու անոր պիտի հնազանդենք։ 25-ին 40-րդ գլուխները գխոսին քահանայության, խորանի շինարարության, ուխտի դաբանագին, աշտանագին եւ ուրիշ սուրբ բաներու մասին։ 28-րդ եւ 29-րդ գլուխները կգետրոնանան քահանաներուն սկեսներուն եւ քահանայության հաստատումին վրա։ Քահանային սկեսը գբարփագե եփուդը եւ զուտ ոսկիե թիթեղով խույրը, որուն վրա փորակրված է սրբությունը Եհովայի գբատկանի։ 32-րդ գլուխի մեջ մինչ Մովսես Սինալերան վրա է, ժողովուրդը ոսկի հորդ մգիշին է եւ գբաշտե բարելով եւ երկելով։ Երբ Մովսես գվերադառնա, ոսկի հորդը գայրե եւ գփշրե, ճուրին վրա գդարած է եւ յետքը իսրայելացիներուն խմել գուտա։ 34-րդ գլուխի մեջ Մովսես նորեն Սինալերան վրա է, ուր Եհովան գահայդարարե իր անունը եւ հատկությունները։ 40-րդ գլուխի մեջ կգարտանք, որ ամբիսյունը գծածկե խորանը, որ գլեցվի Աստուծո փառքով։ Մինչ ելից գիրքը կգարտաս, դես թե Եհովան ինչպես գրնա ցույց տալ հբարտներուն անգարողը լալը, թե ինչպես անգը կորզազե խոնարները եւ հեզերը, եւ թե ինչպես իսրայելցիներուն ազդակրումը մեր հավատը գզորացնե, որ աբակային Եհովան մեզալ պիտի բրգե իր թակավորության միջոցով։ Ղևդացված քրկի նախապան Մովսես գրեց Ղևդացված գիրքը Քրիստոսի առաջ 1513-ին Սինայի անաբադի մեջ։ Ղևդացված անունը, որ հետակային քրկին դրվեցավ, կուկա հունարեն բարեմը, որ կնշանակե ղևդացիներուն մասին։ Բայց այս գիրքը ոչ թե միայն ղևդացիներուն համար գրվեցավ, հաբա ամբողջ Իսրայել ազգին համար։ Ղևդացված գիրքը կխոսի շուրջ 1 ամսվան դեպքերու մասին, որոնք պատահեցան Խորանի շինարարութենեն անմիջապես յետք։ Ղևդացված գիրքը կգետրոնա այն իրողության վրա, որ Եհովան սուրբ է եւ իր ժողովուրդը կգնա սուրբը լալ միայն եթե իր օրենքներուն հնազանդի։ Մեգեն 7-րդ գլուխները կխոսին Եհովային դրված ընծանոն վերաբերյալ օրենքներու մասին։ 8-րդ եւ 9-րդ գլուխները կխոսին քահանայության հաստատվելու մասին, Ահարոնին որպես քահանայապետ օծվելու մասին եւ Ահարոնին Աստծո մատուցած առաջին ընծաներու մասին։ 10-րդ գլուխի մեջ Եհովան մահվան կդադարդե Ահարոնին երկու որդիները, Նաթապ եւ Աբիուդ քահանաները, անսուրբ կրակ կամ խունկ մատուցանելուն համար։ Այս դեպքեն վերջ Եհովան քահանաներուն կբադվիրե, որ ալկոհոլ չի խմեն, վկայության խորանը մտնելու առաջ։ 11-ին 15-րդ գլուխները կնշեն մաքրության եւ անմաքրության մասին օրենքներ, իսկ ուդելիքի վերաբերյալ Եհովան իսրայելացիներուն կբադվիրե, որ անասունները ուդել եւ որ անասունները չուդել։ 16-րդ գլուխի մեջ կավության օրվան վերաբերյալ ուղղություններ կդրվին։ 17-ին 20-րդ գլուխները Սուրբ Վարքի նկատմամբ օրենքներ կուտան։ Օրինակ, Աստծո ժողովուրդը պետք չէ արյուն ուդե կամ մասնակցի որևէ տեսակի գրաբաշխության կամ ոգեհարցության, ինչպես իրենց շուրջը եղող ազգերը գնեն։ Անոնք պետք է նկատառու լան գույրերուն, խուլերուն եւ օդարներուն հանդեպ։ Իսկ տարեցներուն հետ հարկանքով պետք է վարվին։ Գիտեիր, Ղևդացված քրկի մեջ նշված գարկատությունները քալիք բարիկներուն շուկն էին, ինչպես որ Եբրայեցիս քրկի մեջ նշված են։ Օրինակ, քահանայապետը կխորհրդանշեր Հիսուս Քրիստոսը, մատուցված անասուններուն արունը կխորհրդանշեր Հիսուսին արունը, եւ խորանին սրբություն սրբությանցը կխորհրդանշեր բուն երկինքը, ուր Հիսուս Աստծո առջև մեզի համար ներկայացավ։ 21-րդ եւ 22-րդ գլուխները քահանաներուն համար օրենքներ կնշեն։ Օրինակ, քահանաները պետք է առողջ լային եւ ֆիզիկական թերություններ չունենային։ 20-րդ եւ 24-րդ գլուխները ցուցմունքներ կուտան տոնագադարություններու եւ սուրբ օրերու մասին։ Ասկեզատ Եհովան ցուցմունքներ կուտա խորանին ջլակներու մասին եւ շոտերուն կամ հացերուն մասին։ 24-րդ գլուխը նաեւ աչքարու կդարձնե Աստծո անվան սուրբ ըլլալը։ Եհովային հրամանով
իր անվան հայող մարդը կքարգոծվի։ 25-րդ գլուխի մեջ կգտնենք օրենքներ շաբաթ տարվա մասին, հոբելյան տարվա մասին, ստացվածքը իր դիրոջ վերադարձնելու մասին եւ աղքատներուն հետ ինչպես վարվելու մասին։ Օրենքը գսե, որ ստրուկներու հետ ազնվությամբ պետք է վարվին, ինչպես որ գործավորներուն հետ կվարվին։ 26-րդ գլուխը կնկարագրե Եհովային հնազանդելուն օգուտները եւ չհնազանդելուն բադիժները։ 27-րդ գլուխը գեզրափակ է, նշել է օրենքներ Եհովային ուխտ ընելու եւ իրեն բաներ նվիրելու մասին։ Մինչ խևտացված գիրքը գարտաս, դες թե ինչպես պետք է ճանանք Եհովան ընթորնագել սուրբ ըլլալով, թե ինչու պետք է խորաբես հարգենք իր սուրբ անունը, եւ թե ինչու կնանք վստահ հլալ, որ ամբողջ երկիրը Աստծո սրբությունը պիտի ցոլացնե իր որդին իշխանության տակ, որ մեծագույն քահանայապետն է եւ Աստծո թագավորության թագավորը։ Տվոց գրքի նախաբան։ Մովսես գրեց Տվոց գիրքը։ Ան սկսավ գրել Սինայի անաբադին մեջ եւ քրությունը վերջացուց Մովաբի դաշտերու մեջ։ Տվոց գրքի պատմությունները տեղի ունեցան 38 տարիներու եւ 9 ամիսներու ընթացքին։ Քրիստոսի առաջ 1512-ին 1473-ի միջև։ Գիրքը Տվոց կոչված է, քանի որ Մովսես երկու անգամ հաշվեց ժողովուրդը, առաջինը Սինայի անաբադի մեջ եւ երկրորդը Մովաբի դաշտերու մեջ։ Այս գիրքը աչքարու կդարձնե, որ Եհովան գրնա իր ժողովուրդը առաջնորդել, որ պետք է հնազանդենք Աստուծո նշանակած ներկայացուցիչներուն եւ գծցնե, որ կարեւոր է որ զորավոր հավատք ունենանք։ Տվոց գիրքը ունի 36 գլուխներ։ Առաջին գլուխեն 4 գլուխի մեջ 20 տարեկան եւ ատկևեր եղող իսրայելացի տղամարդիկը գարցանակրվին զինվորության, բացի ղևդացիներեն։ Ղևդացիները կնշանակվին, որ քահանաներուն օգնեն։ 5-րդն 9-րդ գլուխները գխոսին ամուսնական հավատարմության մասին, հիվանդները մարդոցմե հերու բահելու մասին եւ ուխտավորներու մասին։ 10-րդ գլուխի մեջ իսրայելացիները Սինայի անաբադեն գելեն իրենց ցեղային բաժանումներուն համաձայն։ 11-րդ գլուխի մեջ ժողովուրդը կկանգադի մանանային մասին, որ Եհովան հրաշքով իրենց կուտար։ Հաջորդ գլուխի մեջ Մարիամը եւ Ահարոնը Մովսեսին դեմ գխոսին։ Այսօր համար Մարիամ ժամանակավորապես փորոտ կլա եւ 7 օր մարդոցմե հերու կբավի։ 10-րդ եւ 14-րդ գլուխներու մեջ իսրայելացի 12 գլխավորներ ամեն մեկ ցեղը մեկ հատ գղրգվին, որ Կանանի երկիրը լրտեսեն։ Երբ կվերադառնան, անոնցմե 10-ն քեշ բաներ գխոսին Կանանի երկրի մասին եւ ժողովուրդը գուզե Եգիպտոս վերադառնալ։ Իրենց այս հավատքի բագասին պատճառով անոնք պետք է 40 տարի անցնեին անաբադի մեջ, մինչև որ այդ սերունդը մահանար։ Գիտեիր, Հեսուն եւ Քաղեբը միակ լրտեսներն էին, որ Եհովային հանդեպ հավատք ունեին։ Անոր համար անոնք միակ լրտեսներն էին, որ ավետյաց երկիրը պիտի մտնեին եւ մնան։ Քաղեբ ժառանգեց Կեպրոնի դաշտերն ու գյուղերը։ Հեսուին ժառանգությունը գտնվեր Եփրեմի լեռնային շրջանը, ուր ան 110 տարեկանին մահացավ։ 15-րդ գլուխեն 17-րդ գլուխները գխոսին մեղքի բադարակներու մասին եւ գորխին, Թաթանին, Աբերոնին եւ անոնց դիգուն կանոններուն ըմպոստության եւ մահվան մասին։ 21-րդ գլուխի մեջ ժողովուրդը նորեն կկանգադի մանանային մասին եւ չնչին հաց կգոչե մանանան։ 22-րդ գլուխեն 24-րդ գլուխներու մեջ Մովաբացի Փաղակ թագավորը ակահ Փաղաղամեն կխնդրե, որ իսրայելացիները անիծե։ Բայց Եհովան գծկե, որ Փաղաղամը օրնություններս է։ 25-րդ գլուխի մեջ Աստուծո ժողովուրդեն շատեր սերային ամբարոյությունը գործեն Մովաբացի գիներու հետ եւ գսկսին գուրկեր բաշտել։ Ասիգա գծկե, որ 24000 իսրայելացիներ մեռնին Աստուծո հարված են։ Հաջորդ գլուխի մեջ Մովսես երկրորդ անգամ լալով կհաշվե ժողովուրդը։ 27-րդ գլուխի մեջ Սալբաաթին աղջիկները Մովսեսին գսեն, որ իրենք եղբայրը չունին, որ ընտանիքին ժառանգությունը ստանա։ Եհովան ուղղություն կտա, որ այսպիսի բարականներում մեջ աղջիկները գրնան ժառանգությունը ստանալ։ Հետո Աստված Մովսեսին գսե, որ Ապարիմին շրջանին մեկ լերան վրա ելե
որ ավետյաց երկիրը դիտե։ Քանի որ Մովսես մոդադենեն պիտի մեռնի, Յովհան իրեն գսե որ Հեսուն որպես առաջնորդ նշանակե, որ Իսրայել ասկը Քանան մտցնե։ 31-րդ գլուխեն 36-րդ գլուխները գոխոսին Քանանի երկրին բաժանումներու մասին եւ ուրիշ բաներու մասին, մինչ իսրայելացիները կպատրաստվին Հորդանան քեդը գդրելու։ Մինչ դվոց քիքը գարտաս, դես թե ինչպես Յովհան համբերությամբ կառաջնորդե իր ժողովուրդը, թե ինչու պետք է հնազանդենք առաջնորդություն առնողներուն եւ մտածե թե որքան զորավոր հավատ պետք է ունենանք, մինչ կմոտենանք շատ ավելի մեծ ավետյաց երկրիմը, այն նոր աշխարհը, որ Ազոտ թագավորության տակ պիտելա։ Երկրորդ օրինաց գրքի նախապան։ Երկրորդ օրինաց գիրքը գրված է Մովսեսի կողմէ Մովաբի դաշտերու մեջ Քրիստոսի առաջ 1473-ին։ Իսրայելացիները ավետյաց երկիրը մտնել են քիչ առաջ։ Երկրորդ օրինաց անունը կնշանակե երկրորդ օրենք կամ օրենքին գրկնությունը։ Այս գիրքը նաև օրենքը կբացատրե։ Այս գիրքը իսրայելացիները կկաչալերը, որ Եհովան սիրեն եւ անոր հնազանդին այն երկրի մեջ, որ իրենց պիտի դա։ Գիրքը գլխավորապես կփոխանցի 4 դասախոսություններ, երկմը եւ օրհնությունը Մովսեսի կողմէ։ Մեգեն 4 գլուխներու մեջ գտնվող առաջին դասախոսության մեջ Մովսես վերակալ գնե Իսրայելի պատմությունը Եգիպտոսեն ելլելե յետք եւ ժողովուրդը կկաչալեր է, որ հիշեն ինչ որ Եհովան ռավ իրենց համար։ Օրինակ, Մովսես իրենց հիշեցուց, որ Եհովան փնաչնչեց այդ անհավատ եւ վախկոտ ցերունդը, որ 40 տարի առաջ կանանացիներեն վախծավ։ Երկրորդ դասախոսության մեջ, որ գտնվի 5-26-րդ գլուխներու մեջ, Մովսես ժողովուրդը կկաչալեր է, որ Աստծո պատվիրաններուն հնազանդին ոչ թե արի բարդականություն, հաբականի որ զինք կսիրեն ամբողջ սրտով, հոգվով եւ զորությամբ։ Գիտեիր, ժամանակին օդաները ընդհանրապես օրինական իրավունքներ չունեին, իսկ որբերը եւ որբեվայրիները շատ դժվարություններ կդիմակրավեին։ Բայց Իսրայելի մեջ Եհովային օրենքը բոլորին կգիրարգվեր եւ բոլորը գօգտվեին, մեջը լալով օդարները, որբեվայրիները եւ որբերը։ Եհովան գսիրա այս անհատները եւ իր ժողովուրդն ալ պետք է սիրի անոնց։ 7-րդ գլուխի մեջ Մովսես իսրայելացիներուն գսե, որ Եհովան պիտի վրընդե ավետյաց երկրի մեջ եղող ասկերը, որոնք իսրայելացիներեն շատ ավելի են եւ զորավոր են։ 8-րդ գլուխի մեջ Մովսես Իսրայելի ժառանգությունը կնկարագրե որպես աղեկ երկիր, ուր քեդեր, ծորեն, քարի, այքիներ, թզենիներ, նռնենիներ, ցիտենիներ եւ մեղր։ Բայց այդ երկիրը սուտ պաշտամունքով լեցուն է։ Անոր համար 12-րդ գլուխի մեջ իսրայելացիներուն բادوեր դրվեցավ, որ չասվածներուն սեղանները փլցնեն, արծանները գոդրդեն, աստարովները գրագով այրեն եւ անոնց ասվածներուն գուրքերը գդոր-գդորնեն։ 16-րդ գլուխի մեջ Մովսես Աստծո ժողովրդին հիշեցուց, որ դոնեն բասեկը եւ մյուս 3 մեծ դոները՝ փաղարչագերած դոնը, շապատներու դոնը եւ դաղավարահարած դոնը։ 18-րդ գլուխը կփոխանցի մարգարեությունը աբակային քալիք մեծ մարգարեի մասին։ Մովսես կսե. «Քու Տեր Աստվածդ քու եղբայրներուդ մեջ են ինձի պես մարգարեմը պիտի հանե քեզի, անոր մդի գրեք»։ Երրորդ դասախոսությունը, որ կգտնվի 27-րդ եւ 28-րդ գլուխներու մեջ, կխոսի անհնազանդության անեծքներուն եւ հնազանդության օրհնություններուն մասին։ Ասկը հորտանան քեդը գդրել է յետք, անեծքները պիտի ասվեին Քեփաղ լերան վրա, ուր գեցեր էին 6 ցեղերը։ Մյուս 6 ցեղերը Քարիզին լերան վրա պիտի գնային եւ ժողովուրդը օրհնեին։ 29 եւ 30-րդ գլուխները կփոխանցի Մովսեսի 4-րդ դասախոսությունը, ուր անոնց հետ ուխտ կնե, անոնց ասելով, որ Եհովային հնազանդին եւ կյանքը ընտրեն։ 31-րդ գլուխի մեջ Եհովան Հեսուն կնշանակե որպես Մովսեսին հաջորդը։ Հեսուն պետք է քաչ եւ զորավոր լա, մինչ ասկը գարաշնորթե Աստծո դված երկիրը։ 32-րդ գլուխի մեջ կգտնենք Մովսեսին երկը, որ աչկարու գերբով կփարապանե Աստծո հավատարմությունը, զայն փախտadելով իսրայելացիներուն անհավատարմության հետ։
30-րդ գլուխի մեջ կգարտանք այն օրհնությունը, որով Մովսես Իսրայելի որդիները օրհնեց։ Վերջին գլուխի մեջ Մովսես Նապավ լեռը գելլե, ուր Եհովան իրեն ցույց կտա ավետյաց երկիրը, եւ գսե. «Ահա քո աչքերուդ ցուցուցի, բայց թուն հոմբիրի չանցնիս»։ Ետքը Մովսես 120 տարեկանին կմեռնի։ Եհովան զինք Մովաբի մեջ կտաղե դեղմը, ուր ովևէ մարդ չի գիտնար։ Մինչ երկրորդ օրինաց գիրքը կգարտաս, դες թե ինչպես Եհովան գոռնե իրեն սիրողները, թե ինչպես չորներ իրեն անհնազանդ եղողները, եւ թե ինչպես Աստծո օրենքին յետին եղող սկզբունքները հայտնի են Հիսուսի ուսուցումներում մեջ, որ Մովսեսի նման մարգարեն է եւ Աստծո թագավորության թագավորը։ Հեսու քրկի նախապան։ Այս քիրքը գրեց Նավեի որդին Հեսուն, որ Մովսեսին հաջորդեց որպես Իսրայելի առաջնորդ։ Այս քիրքը հավանաբար գծածկե ավելի քան 20 տարի, Քրիստոսի առաջ 1473-ին մինչև մոտավորապես Քրիստոսի առաջ 1450, եւ այդ թվականին ալ քիրքը ամբողջացավ։ Հեսու քիրքը 4 մասերով կրնանք բաժնել։ Իսրայել գմտնե Կանան, ավետյաց երկիրը կգրավեն, երկիրը ցեղերուն կբաժնեն եւ Հեսուին վերջին խոսքերը։ Քիրքը կարևոր դասեր կուտա քաչը լալու, հավատք ունենալու եւ հնազանդ լալու մասին, մանավանդ երբ որ Աստծո ժողովուրդը զորավոր ճշնամիներու առջև գտնվի։ Առաջին երկու գլուխներու մեջ Եհովան Հեսուին գսե, որ քաչ եւ զորավորը լա։ Իսրայելացիները գվադրաստվին հորտանան կեդը գդրելու եւ Հեսու երկու լրտեսներ գղրգե Երիքովը լրտեսելու։ Լրտեսները գերտան Ռախաբ անունով բորնիկի մդունը։ Ռախաբ իր հավատքեն մղված լրտեսները գբահե, չհնազանդելով թագավորին հրամանին։ 3-6 գլուխներու մեջ իսրայելացիները հրաշքովը չորքետնի վրա քալելով հորտանան կեդեն գանցնին, հագարակ որ կեդը հորտած է։ Իսրայելացիները բասեկը գդոնեն եւ գսկսին երկրին պերքեն ուդել։ Ետքը Հեսու գհանդբի ցերկը սուր բռնած մարդումը, որ դերոջը զորավարն է։ Եհովան այդ մարդու միջոցով ուղղություններ կուտա, որ Հեսուն ինչպես գրավե Երիքովը։ 6-12 գլուխները կնկարագրեն ավետյաց երկրին գրավումը։ 6-րդ գլուխի մեջ Երիքովը կգրավի։ Միայն Ռախաբը եւ իր ասագանները գազադին։ 7-րդ գլուխի մեջ մեջտեղ գելե որ Ակար Երիքովի ավարեն կողծած էր։ Ան մահվան կդատաբարդվի, իր ընտանիքն ալ, քանի որ անոնք Ակարին օգնած էին, որ իր մեղքը մեջտեղ չելե։ Գիտեիր, Ռախաբը եւ Ակարը հավատքի եւ հնազանդության մեջ օրինակներ են, մեկը քեշ, մյուսը լավ։ Հագարակ անոր որ Ռախաբ կանանացի էր, ան բրգվեցավ, քանի որ լրտեսներուն հնազանդեցավ եւ Եհովային հանդեպ հավատք ցույց տվավ։ Անտին, թեև Ակար Աստծո նվիրված ժողովրդի մեկ անդամն էր եւ իր աչքերովը տեսավ, ինչպես Եհովան Երիքովի բարիսպները փլեց, մահվան դատաբարդվեցավ իր անհնազանդության, անհավատության եւ ակահության պատճառով։ 8-րդ գլուխին մեջ Քային կգրավի եւ քար ու քանդ կլա։ Ետքը Հեսուն Աստծո օրենքը կգարտա ժողովրդին։ Ժողովրդին գեսը Քարիզին լերան արջև կգենա, իսկ մյուս գեսը Քեփաղ լերան արջև։ 9-րդ գլուխի մեջ կապավոնացիները Հեսուն կխապեն եւ իր հետ ուխտ մնելով իրենց կյանքերը գազադեն։ 10-13-րդ գլուխները գիհիշեն Իսրայելի գարմը հաղթանակները։ Աստված նույնիսկ մեծ կարգուտներ կդեղացնե ամորացիներուն վրա եւ արևի իր դեղը գեցնե, որբեսի Իսրայել գարենա իր ճշնամիներեն վրեժ առնել։ 13-23-րդ գլուխներում մեջ ավետյաց երկիրը կբաժնվի Իսրայելի ցեղերուն միջև, Խորանը կգանքնվի Սելովի մեջ եւ իսրայելացիները 6 աբաստանի քաղաքներ կդրեն սխալմամբ մարդ սպանողներուն համար։ 22-րդ գլուխի մեջ Ռուբենի եւ Գադի ցեղերը եւ Մանասեի գես ցեղը Հորդանանի արևելյան կողմը եղող իրեն ճարանկությունը առնելու գերտան։
20-րդ եւ 24-րդ գլուխներու մեջ կգտնենք Հեսուի վերջին խոսքերը։ Ան ժողովուրդին գսե. «Տերոջ մեն բախցեք եւ անոր հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայություն արեք»։ Ետքը Հեսուն եւ Ահարոնին որդին Եղիազարը գմերնին։ Ասկեզատ իսրայելացիները Հակոբին որդին Հովսեփին ոսկորները Աբեդիաց եգրի մեջ թաղելու իրենց երթումը կգադարեն։ Մինչ Հեսուկի կգարտաս, դես թե ինչպես Եհովան հավատարիմ եւ հնազանդ եղոները գորնե, թե ինչպես իր ժողովրդին համար կբادرազմի, եւ թե ինչպես իր բոլոր խոստումները կգադարե, եւ այսպիսով մեր հավատը կզորացնե այն ժառանգության հանդեպ, որ իր փառավոր թագավորության ներքե պիտի վայելենք։ Թադավորած քրքի նախապան։ Թադավորած քիրքը գրեց Սամուել մարգարեն։ Քիրքը ամբողջացավ Քրիստոսի առաջ շուրջ 1100 թվականին։ Թադավորած քիրքը գծածկե մոտ 330 տարի։ Քրիստոսի առաջ մոտ 1450-ն մինչև Քրիստոսի առաջ մոտ 1120։ Քիրքը գլխավորապես գխոսի թադավորներու կորձերու մասին։ Եհովան թադավորները կորձած իր ժողովուրդը նեղությունները ազատելու համար։ Առաջին գլուխի մեջ կգարտանք, որ իսրայելացիները երկրին հետանոց բնակիչները բոլորովին չի վրընդեցին, հապա անոնցմե ոմանք բռնի աշխատեցին։ Երկրորդ գլուխի մեջ հրեշտակը իսրայելացիներուն գսե, որ քանի որ իրենք Եհովային չհնազանդեցան, երկրի մեջ մնացած ժողովուրդը իրենց սուտ պաշտամունքի մեջ պիտի ինացներ։ Երրորդ գլուխեն 16-րդ գլուխներու մեջ կտեսնենք, որ հրեշտակին խոսքերը կսկսին գադարվել Հեսուի եւ իր ժամանակ Աբրոներու մահեն ետք։ Գրգին ու գրգին անգամներ իսրայելացիները սուտ աստվածներ կպաշտեն, Եհովան զանոնք թշնամիներուն կանցնե, ժողովուրդը օգնության համար Եհովային կաղաղե եւ Եհովան թադավորներ կհանե, որբեսի զանոնք ազատագրե։ 12 թադավորներն են Կոթոնիել, Ավովտ, Սամեկար, Փարագ, Քեթյոն, Թովղա, Հայիր, Հեպտայե, Ափեսան, Ելոն, Ապտոն եւ Սամսոն։ Գիտեիր, այս թադավորները հավատքի դեր մարդիկ էին, որոնք Եհովայի ժողովուրդը առաջնորդեցին եւ ազատագրեցին, եւ Եհովան ընդունեցին որպես իրենց իսկական առաջնորդը եւ ազատարարը։ Անոնք այսօրվան փարացի թադավորներուն պես չէին։ Երրորդ գլուխի մեջ Կոթոնիել եւ Ավովտ թադավորները իսրայելացիները գազադակրեն Միչակետքի եւ Մովապի թագավորներու ծառայութենեն։ Չորրորդ գլուխի մեջ Թեփորա անունով մարգարեուհիմը կգանչե հավատքի դեր մարդը Փարակ անունով։ Ան Փարագին գսե, որ Եհովան իրեն հաղթանակ պիտի տա Սիսարային դեմ։ Սիսարան Իսրայելի նեղություն տվող կանանացի Հապին թագավորին բանագին սպրաբետներ։ Եհովան Փարագին հաղթանակ կուտա Սիսարայի դեմ։ Ողջ մեկը չի մնար։ Նույնիսկ Սիսարան Հայել անունով գնոջ մցերքով կսպաննվի։ 6-8 գլուխներու մեջ Եհովան Քեթյոն թադավորը եւ միան 300 դղամարդիկ կգործածե, որբեսի իսրայելացիները մատյանացիներն ազատե։ 11 եւ 12 գլուխները կխոսին Հեպտայի թադավորին հաղթանակներուն մասին։ Եհովայի օգնությամբ ան գահաղթե ամոնացիներուն, որոնք փրշտացիներուն հետ միասին իսրայելացիներուն նեղություն տված էին 18 տարի։ 13-ն 16-րդ գլուխները կխոսին Սամսոն թադավորի մասին։ Ան ուխտավոր մներ, որուն Եհովան անբնական ուժ տվավ։ Սամսոն կսկսի իսրայելացիները ազատել փրշտացիներու ցերքեն։ 17-րդ գլուխեն 21-րդ գլուխներու մեջի դեպքերը շատ ավելի առաջ բադաս դեպքեր են։ 17-րդ գլուխի մեջ Եփրեմի մեջ ապրող Միկա անով մարդը, որ աստվածներու դում ունի, Հովնատան անով ղևդացիմը կվարձե, որ իր քահանան լա, բայց Հովնատան քահանայական ընտանիքին չէր պատկաներ։ 18-րդ գլուխի մեջ հայրավոր տանի որդիներ, որոնք կուղվեին իրենց ցեղին համար հող կրավելու, Միկայի դունը կանգ կառնեն։ Միկայի չաստվածները կկողնան եւ Հովնատան առնելով իրենց քահանան գնեն։
19-րդ եւ 20-րդ գլուխներում մեջ Բենյամինյան Կապահ քաղաքի դղամարդիկը գպռնապարեն Ղևդացիի հարջը։ Բենյամինի ցեղը հանցակոզները չի հանցներ, այսօր համար մյուս ցեղերը Բենյամինի թեմ կբادرազմին եւ քիչ կմնա վփնաչնչեն զայն։ Մինչ թադավորած քիրքը գարտաս, նկատի այն վնաս որ գահասնի Եհովան ցկողներուն։ Նկատի Եհովան որքան ողորմած է, երբ իր ժողովուրդը գզղճա եւ իր մե օգնություն կխնդրե։ Եվ դες թե ինչու կրնանք վստահալ, որ Եհովան մեր մեծ թադավորը կրնա մեզ մեր բոլոր դժնամիներն ազատել իր թակավորության միջոցով։ Հռութ քրքի նախապան։ Շատ հավանաբար Սամուել մարգարեն գրած է այս գիրքը։ Հռութ գիրքը ամբողջացավ Քրիստոսի առաջ մոտ 1090-ին։ Եվ ադոր մեջի դեպքերը տեղի ունեցած են թադավորներու շրջանին սկիզբը։ Գիրքը կգրե իր մեջի գլխավոր անձնավորության Մովաբացի Հռութին անունը։ Ուրիշ գլխավոր անձնավորություններ են Նոեմին եւ Փոոսը։ Առաջին գլուխի մեջ կգարտանք, որ Սովիմը պատճառով Ելիմելեկ անունով մարդը իր ընտանիքին հետ Բեթլեհեմեն Մովաբ կփոխադրվի։ Հոն Ելիմելեկ կմեռնի։ Իր որդիները Մահալոն եւ Քելոն կամուսնանան Մովաբացի գիներու Հռութին եւ որբային հետ։ Մոտ 10 տարի հետ երկու դղակնալ կմեռնին։ Նոեմին սիրտը գոդրած գորոշե Բեթլեհեմ վերադառնալ։ Իսկ իր հարսերուն գսե որ իրենց ընտանիքներուն դառնան։ Որբան իր ժողովրդին կդառնա, բայց Հռութը հավադարմորեն Նոեմին հետ կմնա։ Այն ժամանակ որ երկու այրիները Բեթլեհեմ գահասնին, քարին հուցքը նորը սկսած կլա։ Երկրորդ գլուխի մեջ Հռութ կսկսի կեդին տապած հասկեր քաղել արդիմը մեջ, որ մեջտեղ գելե որ գբատկանի Նոեմին ամուսինին ասկագանին Փոոսին։ Փոոս Հռութին լավ հատկությունները կնկատե եւ իրեն գսե որ շարունակե հասկեր հավաքել իր արդի մեջ։ Ետքը երբ որ Հռութը Նոեմին գբատմե որ Փոոս անունը մարդումը արդին հասկեր հավաքեց, Նոեմին գսե այն մարդը մեր ասկադողմեն է, անիգա մոտ ասկագան է մեզի։ Երրորդ գլուխի մեջ Նոեմին Հռութին գսե որ Փոոսեն խնդրե որ դակրի բարդավորությունը անե։ Ասանգով անոնք կրնան ունենա զավակը որ Ելիմելեքին սերունդը գրնասեբվի։ Փոոս կընտունի, բայց Հռութին գսե որ Նոեմին ավելի մոտիկ ասկագան մգա, որ գրնա այդ բարդականությունը անել։ Չորրորդ գլուխի մեջ Փոոս Բեթլեհեմի թուրը գերտա, ուր կդեսնվի այդ մոտիկ ասկագանին հետ։ Երբ որ այդ ասկագանը քաղաքին ձերերեն դասին ներգայության կդեղեգանա իր բարդականության մասին, կմերժի օգտակար դառնալ։ Հետո Փոոս ամենուն արջև գնտունի դակրի բարդավորությունը։ Փոոս Հռութին հետ կամուսնանա եւ անոնք որդի մը գունենան, որուն տրացի գիները կգոչեն Օվպետ։ Գիտեիր, Փոոս Եհովային հնազանդելու մեջ լավ օրինակ է։ Փոոս իր ամեն գարելի նրավ որ Նոեմին եւ Հռութին օգնե, մանրամասնորեն հետևելով դակրի բարդավորության նկատմամբ Եհովային տրած օրենքին։ Հռութ գիրքը այսպես կվերջանա. Օվպետ ծնավ Հեսեն եւ Հեսե ծնավ Դավիթը, որ դարձավ Իսրայելի թագավորը եւ Մեսիայի նախահայրը։ Մինչ Հռութ գիրքը գարտաս, դες թե Եհովան ինչպես գրնա դխուր թեփը ուրախ թեփքի վերածել, թե ինչպես անգվարցադրե զինքսիրողները եւ իրեն հնազանդողները, եւ թե ինչպես այս գիրքեն գստորվիս Դավիթին շարավիղին մասին, որ մե եկավ Աստուծո թագավորության թագավորը։ Առաջին թագավորած քրքի նախապան։ Սկիզբը առաջին եւ երկրորդ թագավորած քիրքերը մեկ մակաղատ էին։ Այս քիրքը գրած են Սամուել, Գադ եւ Նաթան մարգարեները։ Սամուել գրած է առաջին 24 գլուխները։ Առաջին թագավորած քիրքը շուրջ 100 դարվա դեպքեր գծածք է։ Քրիստոսի առաջ 1180-ին
մինչև 1078-ը, այդ տարին, երբ քրությունը վերջ կդավ։ Գիրքը գլխավորապես կխոսի իսրայելացի 4 առաջնորդներու մասին՝ Հեղի քահանայապետը, Սամուել մարգարեն, Սավուխ թագավորը եւ Դավիթը։ Առաջին գլուխի մեջ Աննա անունով մզդիկ ջիպերոգիմը Եհովային գաղաչե, որ իրեն դղա զավակ մտա, խոստանալով, որ այդ զավակը Աստծո ծառայության նվիր է։ Աստված կպատասխանե Աննային աղոթքին։ Երբ Սամուել գատեգը գդրվի, Աննան Սամուելը կանցնե Հեղիին, որ անոր հոգ տանի։ Երրորդ գլուխի մեջ Եհովան բզդիկ Սամուելին գսե, որ ինք պիտի թադե Հեղիին ընտանիքը, քանի որ ան չգրտեց իր չար դղակը։ Չորրորդ գլուխի մեջ բղշտացիները ուխտին դաբանակը կգրավեն եւ Հեղիին երկու դղակը Ոպնին եւ Փենեեսը կսպանեն։ Երբ 98 տարեկան Հեղին այս քեշլուրը գլսե, կրնագի վրա գինա եւ գմերնի։ 5-7-րդ գլուխներու մեջ բղշտացիները դաբանակը յետ կվերադարձեն իսրայելացիներուն, մի քանի անգամ Եհովային կողմէ բաճվել է յետք։ Հաջորդ գլուխի մեջ իսրայելացիները անհավատությամբ թագավոր մգուզեն։ 9-րդ գլուխի մեջ Եհովան Սամուելին գսե, որ Փենիամինի ցեղեն եղող Սավուղը Իսրայելի առաջնորդ օձ է։ 11-րդ գլուխը ցույց կտա, որ Սավուղ թագավորը սկիզբը հնազանդ եւ խոնար էր, բայց ժամանակ մի յետք անհնազանդ դարձավ։ 13-րդ գլուխի մեջ ան իր չափը եւ սահմանը անցնելով Եհովային զոհ կմատուցան է։ 15-րդ գլուխի մեջ ան ամաղեգացիներուն գահտե, բայց Եհովային անհնազանդ գտնվելով ակակ թագավորը ողջ կբահե եւ լավագույն անասունները կխնայե։ Սամուել գսե հնազանդությունը զոհեն աղեգ է։ Եվ թե Աստված Սավուղը մերժեց որպես թագավոր։ 16-րդ գլուխի մեջ Սամուել Հեսեի դղան Դավիթը գոծե որպես հաջորդ թագավորը։ Հաջորդ գլուխի մեջ Դավիթ մի ամբարսադիգով եւ քարովմը գսպաննե բղշտացիներու Ախոյանը հսկա Գողիաթը։ 18-րդ գլուխը գբատմե թե ինչպես Դավիթի եւ Սավուղի դղուն Հովնաթանի միջև երկարադեպ բարեկամությունը սկսավ։ Դեսնելով Դավիթի քաջությունը Սավուղ իրեն զինվորներու վրա պատասխանատու գտնե։ Դավիթ այնքան հաղթանակներ կդանի, որ Սավուղեն ավելի քովասանք կստանա։ Ասոր համար Սավուղ գնախանցի եւ գուզե մերցնել Դավիթը։ 19-րդ գլուխի մեջ Դավիթ կփախչի եւ փախստական կմնա մինչեւ Սավուղի մեռնելը։ Գիտեիր, առաջին թագավորած գիտքեն օգտակար դասեր կսորվինք հավատքի եւ հնազանդության մասին։ Հեղի եւ Սավուղ Եհովային անհնազանդ եղան եւ ցավալի վերջ մունեցան։ Բայց Սամուել եւ Դավիթ բզդիկ տարիքեն հավատարմորեն Աստծո ծառայեցին եւ Եհովան իրենց օրնեց։ Կսանչորս եւ 26-րդ գլուխներու մեջ Դավիթ արիտներ կունենա Սավուղը սպանելու, բայց ան կմերժե Եհովային օձյալին վնաս հասցնել։ 25-րդ գլուխի մեջ Սամուել կմեռնի եւ Իսրայել սուկ կնե։ Երբ Դավիթ բարանի անաբատն է, ան իր մարդոցմե 10 հոգի կղրգե, շատ ոչխարներ ունեցող նապաղի եւ իր մե ուդելիք կխնդրե։ Երբ նապաղ գոշտ կերպով կմերժե օգնել, Դավիթ կպատրաստվի վրեժ առնելու։ Բայց նապաղին գինը ապիկյա շուտով Դավիթին կով գերտա եւ արկել կլա, որ Դավիթ արյուն տապե։ Առաջին թագավորած գրքին 31-րդ գլուխը գվերջանա Սավուղի եւ իր 3 դղոց մահով, որոնք կտավին ծարի մտակ քաղաքի հապիսի մեջ։ Միջ առաջին թագավորած գիրքը կգարտաս, դես թե ինչպես Հեղին եւ Սավուղը իրենց գլխում փորձանքներ բերին, թե ինչու Եհովան գսիրեր Սամուելի եւ Դավիթը, եւ թե ինչպես Աստված հոգ տարավ, որ Դավիթ թագավորը լա եւ իր որդիներեն Քամեսյան, որ պիտի լար Աստծո թագավորության թագավորը։ Երկրորդ թագավորած գրքի նախաբան։ Սկիզբը առաջին եւ երկրորդ թագավորած գիրքերը
մեկ մաքաղատ էին։ Քաթ եւ Նաթան մարգարեները, որոնք ամբողջացուցին առաջին թագավորած գիրքը, երկրորդ թագավորած գիրքը գրեցին։ Այս գիրքը շուրջ 37 դարվան դեպքեր գծածկ է։ Քրիստոսի առաջ 1077-ին մինչև 1040։ Երկրորդ թագավորացին դեպքերը գսկսին Սավուղ թագավորի մահենի հետ եւ գվերջանան Դավիթ թագավորի մահեն քիչ առաջ։ Այս գիրքի մեջ կգտնենք անձնական եւ անգեղծ մանրամասնություններ Դավիթին կյանքի մասին, ինչ ան գործեր իր ամբողջ սրտով Եհովային հետևել։ Առաջին գլուխի մեջ Սավուղին եւ Հովնատանին մահվան լուրը Դավիթին գասնի։ Դավիթ շատ նեղվելով սուկ կնե եւ աղեղ գոչված ողբերգ մը գոհորինե։ Այս գիրքի մնացյալ մասը երկու մասերու կրնանք բաժնել։ Երկրորդ գլուխեն 4-րդ գլուխը Դավիթին հութային վրա թագավորության մասին է, իսկ 5-րդ գլուխեն 24-րդ գլուխը ամբողջ Իսրայելի վրա Դավիթին թագավորության մասին է։ Երկրորդ գլուխին մեջ Դավիթ Քեբրոն գերտա եւ հոն հութայի վրա թագավոր գոծվի։ Մինչ այդ Սավուղին զորաբեդը ապեններ, Սավուղին դղան Հեպուստեն թագավոր գոծե մնացյալ բոլոր ցեղերուն վրա։ Բայց երրորդ եւ չորրորդ գլուխներու մեջ ապեններ եւ Հեպուստե գսպաննվին։ Եվ հաջորդ գլուխի մեջ ժողովուրդը Դավիթը թագավոր գոծե ամբողջ Իսրայելի վրա։ Ետքը Դավիթ կգրավե Հեպուսացիներու Սիոն քաղաքը եւ Սիոնը իր մայրաքաղաքը գտարնա Քեբրոնին տեղ։ Սիոնը գոչվի Դավիթի քաղաքը։ 6-րդ գլուխի մեջ Դավիթ ուխտին դաբանագը գբերե Երուսաղեմ։ 7-րդ գլուխի մեջ Դավիթ Նատանին գսե որ ինք կուզե Եհովային դունմը դաջար մշինել։ Բայց Եհովան գորոշե որ Դավիթին աբակա դղան այս առանձնաշնորհումը ունենա։ Բայց քանի որ Եհովան Դավիթը գսիրե, իրեն հետ ուխտ մը գնե, որ իր թագավորությունը հավիդյան պիտի մնա։ 8-րդ եւ 10-րդ գլուխները գխոսին Դավիթին դարած հաղթանակներուն մասին, ամաղեգացիներուն, մովապացիներուն, պղշտացիներուն եւ ուրիշ ճշնամիներու վրա։ 11-րդ գլուխը գբատմե Դավիթի կյանքին ամենքե ժամանակները մեկում մասին։ Դավիթ շնչուկը կորձե Պերսապեին հետ, Պերսապե հղի գմնա եւ Դավիթ սպանել գուտա անոր ամուսինը Ուրիան։ 12-րդ գլուխի մեջ Եհովան Նաթանին գսե որ Դավիթը հանդիմանե եւ իրեն ըսե որ իր ընտանիքը շատ խնդիրները պիտի անցնի եւ թե Պերսապեին նորածին դղան պիտի մեռնի։ Պերսապեն, որ հիմա այլևս Դավիթին կինն է, նորեն հղի կմնա եւ Սողոմոնը կունենա։ 10-րդ գլուխեն 18-րդ գլուխները գբատմեն որ ինչպես Դավիթի ընտանիքին խնդիրները կսկսին։ Դավիթին դղան Աբիսողոմը գծրակրե որ իր հորը դեղ թագավորը լա եւ Դավիթ կստիպի Երուսաղեմեն փախիլ։ 18-րդ գլուխի մեջ Դավիթին զորքը գահախտե Աբիսողոմին զորքին եւ Հովաբ Աբիսողոմը գսպաննե։ Գիտեիր, երկրորդ թագավորաց գիրքը շատ հստակորեն ցույց կտա, որ Աստվածաշունչը իրականությունը գխոսի։ Ադիգա նույնիսկ անգեղձորը մեջտեղ գահանե Իսրայելի առաջնորդներուն սխալները։ Ասկեզատ կտեսնենք, որ Եհովան գրնա ներել իրապես զղջացող մեղավորները հագարակ անորը որ իրենց սանածը կհնցեն։ 20-րդ գլուխի մեջ Դավիթ խոնարհորեն գսե. «Դերոջը հոգին ինձմով խոսեցավ, ու անոր խոսքը իմ լեզվիս վրա էր»։ 24-րդ գլուխի մեջ Դավիթ ժողովուրդը կհամրե։ Եհովան ասոր վրա շատ կփարգանա եւ ժողովրդին վրա ժանդախտ կբերե։ Եհովան Քաթ մարգարեի միջոցով Դավիթին գսե որ Հեպուսացի որն այն գալը ձախու առնե եւ հոն զոհասեղամշին է։ Ասանգով Դավիթ զոհ գմադուցան է Եհովային։ Եհովան Իսրայելի վրա բերած ժանդախտը կգեցնե։ Մինչ երկրորդ թագավորաց գիրքը գարտաս, դես թե ինչպես Աստուծո մարգարեները անգեղձորեն գրեցին Իսրայելի պատմությունը, թե ինչպես մեղքը գրնա շատ ցավալի հետևանքներ ունենալ, եւ թե ինչպես Աստված Դավիթին կխոստանա մնայուն թագավորությունը, եւ այս խոստումը կդարվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որ Դավիթին որդին է եւ Աստուծո թագավորության թագավորը։
Եզրաս քրքի նախապան։ Այս քիրքը քրի արավ Եզրասը։ Քահանամը Ահարոնի շարավիղեն։ Ան հավատքի դեր մարդ էր, որ սուրբ քրությունները ժրաչանորեն ուսումնասիրեց եւ որպես քահանա պատասխանատվություն ուներ ազո խոսքը ուրիշներուն սորվեցնելու։ Ան նաեւ հմուտ ընտորինագող էր, կորձը որ կբահանջեր ուշադիր լարմանրամասություններով։ Այս լավ հետազոտված քիրքը գսկսի ճիշտ հոն, ուր Եզրաս երկրորդ մնացորդած քիրքը գամփոխչացնե պապերոնական քերուտենեն յետք։ Ան այս քիրքը գրեց Քրիստոսի առաջ 460-ին Երուսաղեմի մեջ։ Գիտեիր, որ Եզրաս եւ Նեեմիա քիրքերը մեկ քալարի վրա էին։ Բայց հետագային քալարը բաժնվեցավ երկու քրքերու, որոնք այսօր մեր Աստվածաշունչի մեջ ունենք։ Եզրաս քիրքը կպագանա 10 գլուխներ է։ Մեգեն 6-րդ գլուխները կնկարագրեն հրեաներու բզդի խումբիմը Երուսաղեմ վերադարձը։ Քրիստոսի առաջին 37-ին անոնք զոհասեղանը վերաշինեցին եւ դաղավարը արած դոնը դոնեցին եւ այսպես 70 տարվա նամայացումը վերջ կդավ։ Հաջորդ տարին դաջարին հիմը տրվեցավ։ Թեև հագարակության պատճառով ժամանակ մը կորզը դադրեցավ, բայց Եհովային դունը ամփոփչացավ Քրիստոսի առաջ 515-ին։ 7-10-րդ գլուխներու մեջ գրեթե 50 տարի առաջ երտանք Քրիստոսի առաջ 468-ը, ուր Եզրաս գբատմե իր վտանգավոր ճամփորդությունը դեպի Երուսաղեմ։ Երբ հոն կհասնի, Եզրաս կցնցվի, գիտնալով, որ հրեաները լուրջ մեղքեր կործած են։ Ան հանրապես Եհովային աղոտ կմատուցանե եւ քայլեր գարնե ժողովրդին հոգեվոր վիճակը վերահաստատելու համար։ Մինչ Եզրաս քիրքը կգարտաս, նկատե թե Եհովան ինչպես իր խոստումը կատարեց եւ իր ժողովուրդը պապերոնական քերուտենեն ազատագրեց եւ Երուսաղեմի մեջ ճշմարիտ պաշտամունքը վերահաստատեց։ Ասոնք կարևոր քայլեր էին, որոնք Մեսիային առաջնորդեցին։ Նեեմիա քրքի նախապատ։ Նեեմիան հավատարիմ հրեամն էր, որ Շուշանի բալադի մեջ կծարայր։ Ան Բարսիկ Արդաշես թագավորինքով բարձրաստիճան պաշտոն ուներ որպես մադրվակ։ Նեեմիա քիրքը գրվեցավ Քրիստոսի առաջ 443-ին Երուսաղեմի մեջ։ Քիրքը գսկսի Եզրաս քրքի դեպքերեն շուրջ 12 տարի հետ բադած դեպքերով։ Քիրքը ունի 13 գլուխներ, որոնք կծածկեն դեպքեր Քրիստոսի առաջ 456-ին մինչև 443 եւ անգեքիչ յետք։ Բայց առաջին 12 գլուխները կծածկեն միայն առաջին դարվան դեպքերը։ Առաջին երկու գլուխներուն դեպքերը դեղի ունեցան 456-ի վերջավորության։ Երուսաղեմեն մարդիկ Նեեմիայի պատմեցին քաղաքի բարիսպներուն եւ տրներուն ցավալի վիճակին մասին։ Նեեմիան Աստուծո աղոթեց ուղղության համար։ Իր աղոթքին արի պատասխան Բարսիկ թագավորը զինք Երուսաղեմ գրգեց որպես կառավարիչ եւ իրեն արտոնություն տվավ բարիսպները վերաշինելու։ Հասնելուն պես Նեեմիան քաղաքին բարիսպները զննեց։ Ապա ժողովուրդը հավաքեց եւ անոնց հայտնեց թե ինչու եկած էր, ասելով. «Եկեք Երուսաղեմի բարիսպը շինենք»։ Երուսաղեմը վերաշինելու առաքելությունը նշեց Դանիել մարգարեի նշած 77-նյակին սկիզբը։ Եվ 69 յոթնյակները վերջանային Մեսիան պիտի հայտնվեր։ 36-րդ գլուխները գխոսին բարիսպներուն եւ տրներուն վերաշինության մասին, չնայած թշնամիներուն հագարակության։ Գիտեիր թե դղամարտոց եւ գիներու հսկա խումբը Երուսաղեմի բարիսպները նորոգեց միայն 52 օրվան մեջ։ 7-13-րդ գլուխներու մեջ կգարտանք թե ինչպես Եզրասն ու Նեեմիան ժողովուրդը գարաշնորթեն դեպի ճշմարիտ պաշտամունք։ Ժողովուրդը հավաքվեցավ լսելու օրենքին գարտացվիլն ու բացադրվիլը։ Անգետ 8 օրդեվո դաղավարը հարած դոնը դոնվեցավ, ապա Երուսաղեմի բարիսպներուն նավագադիկը դեղի ունեցավ։ Նեեմիան 12 տարի Երուսաղեմը կառավարեց, որ մեկ վերադարձավ իր պաշտոնին Արտաշես թագավորին մոտ։ 13-րդ գլուխը գսե թե Նեեմիան երկրորդ անգամ լալով Երուսաղեմ ճամփորդեց եւ հոն տեսավ թե հրեաները Եհովային դված իրենց խոստումները չէին բահած, ապա անվճռական քայլ արավ վիճակը շտկելու համար։ Այս քիքը գարտալով
նկատե թե Եհովան ինչպես Բարսիկ թագավորի միջոցով իր գամքը կատարեց, թե ինչպես Նեհեմիայի նախանցախնդրությունն ու Աստուծո օրենքին գիտությունը օրհնություններու առաջնորդեցին, եւ թե Երուսաղեմի բարիսներու վերաշինությունը ինչ կարևոր դեր խաղացավ Մեսիային հայտնվելուն առնչվող Դանիելի մարգարեությունը հասկանալու մեջ։ Եստեր գրքի նախաբան։ Այս գիրքը Գնոջ անուն գրող Աստվածաշունչի երկու գիրքերուն երկրորդն է։ Եստեր, որ հրյա էր, գրքին գլխավոր անձնավորությունն է։ Եստեր գիրքը թերևս գրվեցավ իր դարե Զարմիկին Մուրդքեին կողմէ։ Երբ Եստերի ծնողքը մահացավ, Մուրդքեն իր խնամակալը եղավ։ Եստերը եւ Մուրդքեն Ասվերոս թագավորին բալադի մեջ ապրեցան։ Բալադը Շուշանի մեջ կգտնվեր։ Շուշան քաղաքը կգտնվեր Բարսկական գայսրության Գետրոնը։ Գայսրությունը դարածված էր Հնդկաստանեն Եթովպիա։ Եստեր գրքին թեփքերը սկսան Քրիստոսի առաջ 493-ին։ Անիգա գրվեցավ Քրիստոսի առաջ շուրջ 475-ին եւ ամբողջացավ Եզրաս եւ Նեհեմիա գիրքերը գրվել են առաջ։ Եստերի օրերուն հրյա մնացորդը արդեն Երուսաղեմ վերադարձած էր դաջարը վերաշինելու։ Բայց շատեր դգավին Գաբրեին Բարսկական գայսրության դարածքին։ Եստեր գիրքը ունի 10 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխները կպատմեն թե Բարսիկ թագավորը ամբողջ գայսրության մեջ կփնտրեր նոր թագուհիմը։ Ի վերջո Եստերը ընդրվեցավ։ 3-7-րդ գլուխները կհայտնեն թե ինչպես Haman Ասուր ժողովրդին մեկ դժնամին վարշաբեդ եղավ եւ նենք ծրագիր մտրավ հրյաները բնաճնջելու։ Համանը կորզածեց թագավորի մադանին գնկելու համար վճիրը, որ գհրամայր, որ բոլոր հրյանները սպաննվին ներառյալ Մուրդքեն։ Եթե Համանի ծրագիրը հաջողեր, անիգա պիտի ընդհատեր Մեսիային ընտանեկան շարավիղը։ Երբ Եստեր այդ ծրագրի մասին գիտավ, որոշեց Մուրդքեի խրադը գնել եւ Ասվերոս թագավորին արչեւ ներկայանալ։ Գիտեիր թե առանց թագավորին հրավերին իրեն արչեւ ներկայանալը կգնար մահ նշանակել։ Միայն եթե թագավորը իր ոսկի գավազանը անհադին ներգնցներ, այն ադենանոր կյանքը կխնայվեր։ Եստեր քաչապար թագավորին արչեւ ներկայացավ եւ այդ չար ծրագրի մասին բացահայտեց։ Երբ թագավորը դեղեկացավ, այն այնքան բարգացավ, որ Համանը սպանել տվավ։ Ուտեն 10-րդ գլուխները կպատմեն, թե Մուրդքեն ինչպես Hamanին դեղ վարչապետ նշանակվեցավ։ Եստերը եւ Մուրդքեն նոր հրամանակիր պատրաստեցին եւ թագավորի մադանիով գնքեցին, ինչ որ հրյաներուն իրավունք տվավ հարձակումի բարակային ինքնապաշտպանության դիմելու։ Հրամանակիրը գայսրության բոլոր կողմերը ղրկվեցավ։ Եհովա մեծ հաղթանակ տվավ հրյաներուն եւ Մեսիային ընտանեկան շարավիղը պահպանեց։ Մինչ այս գիրքը կգարտաս, դես թե ինչպես Մուրդքեն եւ Եստերը բարսկական օրենքը օգտագործեցին հրյաները պաշտպանելու համար։ Ինչպես Եհովան որևէ բարակային ներքև դեռնա իր ժողովուրդը ազատել եւ ինչպես երդասարդ Եստերը քաչապար իր կյանքը վտանգեց պաշտպանելու համար Աստուծո ժողովուրդը եւ Մեսիային շարավիղը։ Հոբ գրքի նախաբան։ Այս գիրքը ուրիշ 4 բանաստեղծական գրքերու շարքին կտասվի եւ Աստվածաշունչի ամենահին գիրքերն է։ Մովսես զայն ամբողջացուց Քրիստոսի առաջ շուրջ 1473-ին անաբադի մեջ իսրայելացիներու 40 դարվան ճամփորդության գրեթե ավարտին։ Հոբ ապրեցավ Հուսի մեջ։ Աբրահամի նախահայրը Սեմ հավանաբար Հոբին նախահայրն էր։ Թեև Հոբ իսրայելացի չէր, բայց ան Եհովան կպաշտեր։ Հոբ մեծահարուստ էր, ան ուներ շատ զարաներ եւ հազարավոր ոչխարներ, ուղդեր եւ ուրիշ անասուններ։ Ան 10 զավակ ուներ եւ իր շրջանի մեջ շատ հարգված էր։ Բայց ան այս ամենը գործունեուց իր ռահաճոր ցավալի դեպքերու պատճառով։ Հոբի փորձություններն առաջ Եհովան ասավ, որ Եվի վրա անորբես գադարյալ մարդ չկար։ Ուրեմն գրնանք ասել, որ այս դեպքերը դեղի ունեցան հավատարիմ Հովսեփի մահենի հետ, բայց Մովսեսը Իսրայելի առաջնորդ դառնալեն առաջ։ Հոբ գիրքը ունի 42 գլուխներ։
Առաջին եւ երկրորդ գլուխները երկնքի մեջ տեղի ունեցող դեպքերու մասին կխոսին։ Սատանան Եհովային ասպարեզ գարտած եւ ասավ, որ հոբ եղություններու դա հավատարիմ պիտի չմնար։ 3:31 գլուխներու մեջ նշված է Հոբին եւ իր երեք ընկերներուն Եղիփազի, Փախտադի եւ Սոպարի միջև եղած վիճաբանությունները։ Եղիփազ Հոբի ուղղամտությունը ծաղրեց եւ ըսել ուզեց, որ մարդը Աստուծո աչքին օգուտ մտչունի։ Փախտադ ասավ, որ Հոբի դարաբանքը իր կործած մեղքերուն բադիժն էր։ Սոպար գոշտորեն հասկացուց, որ Հոբ չար էր։ Հոբ փորձեց այս անպաստանություններուն դեմ ինքզին պաշտպանել, բայց այդպես անելով ան Եհովայի մասին սխալ բաներ ասավ։ 32-37 գլուխներու մեջ Հոբին եւ անոր ընկերներուն մտի գնել է ետք երիտասարդ Եղիուսը իմաստուն խրատկուտա։ Ապա 38-41 գլուխներու մեջ Եհովան մռիգի մեջ են խոսելով Հոբի մտածումը կսրբակրե միտ կրկրող հարցուներ հարցնելով։ Գիտեիր, որ Հոբ գիրքը գնշետ է երգիրը ոչինչի վրա գախված է։ Այս իրողությունը միայն թարեր ետք է, որ ընդունվեցավ։ Վերջին գլուխի մեջ Աստված Հոբի երեք ընկերներուն կպատվիրե, որ զոհմատուցանեն եւ գսե, որ Հոբ իրենց համար պիտի աղոթե։ Անգեյետ Եհովան Հոբը կարողացնե, իր լավ համբավը յետ իրեն կշնորհե, իր հարստությունը կգրտնաբատկե, զինք կորնե, իրեն տալով 7 դղա եւ 3 աղջիկ եւ իր կյանքը 140 տարի երկար է։ Մինչ այս գիրքը կգարտաս, դες թե անիկը ինչպես կպաստե, որ Եհովան մարդոս դարաբանքին պատճառը չէ, թե ինչպես երկնքի մեջ եղած դեպքերը մեզի գօգնեն, որ դեզերական կերիշխանության հարցը հասկանանք, եւ թե ինչպես Հոբի փորձություններուն արդյունքը մեզի խաղապար մգուտա Եհովայի հավատարիմներուն համար թագավորության բերելիք օրհնություններուն մասին։ Սաղմոսած գրքի նախապան։ Սաղմոսած գիրքը հավաքածու մնե սուրբ երկերու, որոնք ճշմարիտ պաշտամունքին կարևոր մեկ մասը եղած են եւ շեշ կտնեն Եհովան փառապանելուն վրա։ Աստուծո անունը Եհովա եւ անոր գրճատված ձևը Յահ այս գրքին բնակրի մեջ գրեթե 800 անգամ գերևին։ Այս գիրքը գրվեցավ շուրջ 1000 տարվան ընթացքին։ Մովսես կնկատվի առաջին երկակիրը։ Գիրքը կազմվեցավ դերևս Սեզրաս Դավիթին կողմէ, երբ հրեաները բաբելոնական քերութենեն հետ Երուսաղեմ վերադարձան։ Եհովան ներշնչեց գարմը դղամարդիկ, ինչպես Սողոմոնը, Կորխին որդիները, Ասապին ընտանիքը եւ ուրիշներ, որ հավատքի այս սրտաշարժ խոսքերը քրի առնեն, բայց Սամոսներուն գեսեն ավելին Դավիթին կվերակրվի։ Դավիթին կյանքի դարբեր փորձառությունները հիմը գազմեցին շատ մսամոսներու։ Սամոսները շատեր ունին վերնակիրներ, որոնք քրողը կբնորոշեն եւ Սամոսի մասին դերեկություններ կտան։ Գիրքը ունի 150 գլուխներ։ Անիգը Աստվածաշունչին ամենամեծ գիրքն է։ Անիգը համախմբվեցավ 5 տարբեր գիրքերու կամ հադորներու։ Այս երկերը դարբեր նյութերու մասին կխոսին։ Նկատի առ ադոնցմե 3-ը։ Առաջին Սամոսներու մեջ շատ կգրտնվի Եհովան պարապանելու խաղապարը։ Շատ մսամոսներ Եհովան կպարապանեն իր փրկարար գործերուն համար։ Իսկ ուրիշներ իր ստեղծագործության համար։ Մարդուն հիանալի մարմնեն մինչև երգիրը եւ օվյանոսները։ Օրինակ, Սամոս 83-ը Եհովան կպարապանե որպես բարձյալը բոլոր երկրի վրա։ Երկրորդ, Եհովայի մասին գսվի թե զինք սիրողներուն գոգնե եւ գմխիթարե։ Եհովային գակնարգվի որպես աղոթքի լսող եւ ողորմած հայր, որ զղջացող մեղավորներուն գները։ Սամոս 23-ը Եհովան կնկարագրե որպես սիրալիր հովիվը, որ իր ժողովուրդը գարաչնորդ է, կպաշտպանե եւ կհոգա։ Երրորդ, այս գիրքը գսե թե Եհովան երգիրը դրախտի պիտի վերածե մեսեգան թագավորության միջոցով։ Այս թագավորությունը
ամեն չարություն պիտի վերցնե եւ երկրի վրա խաղաղություն պիտի բերե։ Գարկմը Սամոսներ միասին գիհիշվին։ Օրինակ, Սամոս 113-ն 118-ը կգազմեն խումբը, որ կգոչվի Հալլելի Սամոսները։ Գիտեիր, որ Հիսուս եւ իր աշակերտները հավանաբար այս Սամոսները երկեցին դերունական ընթրիկեն ետք։ Սամոս 120-ն 134-ը կգոչվին աստիճաններուն երկերը։ Շատեր կգարձեն, որ իսրայելացիները ադոնք երկեին, մինչ Երուսաղեմ կբարձրանային դարիգան 3 մեծ դոներուն ներկա գտնվելու համար։ Վերջին 5 Սամոսները կգազմեն խումբը, որ գսկսի եւ գվերջանա Ալելույա կամ Քովեցեք դերը խոսքով։ Նաեւ աչքարու է, որ Սամոսած քիրքը կբարբագե շատ նմարգարություններ Մեսիային մասին։ Հիսուս ինքսավ պետք է որ գդարվին այն ամենը, որոնք Սամոսներու մեջ ինձ համար գրված են։ Մինչ Սամոսած քիրքը կգարտաս, դեստե անիգա ինչպես Եհովայի քերիշխանության տիգուն կգանտնի, թե Եհովան ինչպես զինք սիրողներուն գոքնե ու գմխիտարե, եւ թե Եհովան ինչպես երգիրը տրախտի պիտի վերածե մեսիական թակավորության միջոցով։ Արագած քրքի նախապան Սողոմոն թագավոր շարադրեց արագներու մեծ մասը։ Սողոմոն Իսրայելի թագավոր եղավ Քրիստոսի առաջ 1037-ին եւ Եհովան իրեն բացառիկ իմաստություն տվավ։ Սողոմոնի արագներուն կամ իմաստուն խոսքերու մեծ մասը քրի առնվեցավ իր իշխանության ընթացքին։ Բայց այնպես կերևի, որ արագներու հավաքածոն որպես քիրք կազմվեցավ մոտ Քրիստոսի առաջ 717-ին Երուսաղեմի մեջ, առաջ որ Եզեգիա թագավորին իշխանությունը ավարտի։ Արագած քիրքը աստվածային ուղղություն կուտա գրեթե կյանքի ամեն երեսակի մեջ, արևդարական գործերեն, մինչև ընտանեկան հարցեր, ինչ որ մեզ կպատրաստե Աստծո թագավորության ներքև ապրելու։ Արագած քիրքը ունի 31 գլուխներ, եւ զայն կարելի է բաժնել 5 մասերու։ Առաջին 3 մասերը կվերագրվին Սողոմոնին։ Մեգեն 9-րդ գլուխները կգազմեն առաջին մասը, որոնք հորմը գարչխրադական խոսքերն են իր դուղուն ուղված։ Հայրը իր դղան կզգուշացնե, սխալ ցանկություններու յետևել լալու քեշ հետևանքներեն եւ գշեշտե Աստծո իմաստության վստահելու լավ արդյունքները։ Երկրորդ մասը, որ կգոչվի Սողոմոնի արագները, եւ երրորդ մասը, որ կգոչվի Սողոմոնի արագները, որ Եզեգիա թագավորի մարտիկը ընտորնագեցին, գարջ արագներ են, որոնք կարդացողը կմղեն մտածելու։ Այս արագներու մեջ քեշ հատկությունները կհամեմատվին լավերու հետ, որոնք պետք է զարգացնենք։ Այս քիրքի մեջ կգտնենք շատ մփախտատություններ, ինչպես զորության ու աշխատասիրության միջև եւ գծիության ու ուրադացիանության միջև, անոնք խրադական են եւ գիրարգելի։ Այս երկու մասերը կբարբագեն ավելի քան 500 արագներ։ Գիտեիր, Աստվածաշունչը մեզի գսե, որ Սողոմոն թագավորը 3000 արագներ խոսեցավ եւ 1005 երգեր հորինեց։ 30-րդ գլուխը կգազմե 4-րդ մասը եւ գրվեցավ Աքորին կողմէ։ Եհովային իմաստությունը ցույց տալու համար անքանի անգամ 4 բաներ իրարու հետ կփախտադե։ Օրինակ 4 բզդիկ բաներ, որոնք փնաստաբար շատ խելացի են։ Վերջին գլուխը Լեմուել շարադրեց։ Գարկը մարդիկ կհավատան, որ Լեմուել Սողոմոնին ուրիշ մեկ անունն է։ Այս գլուխի մեջ կնկարագրվի Արաքինի գինը, անոր հատկությունները եւ թրական աստեցությունը իր ընտանիքին վրա։ Աստվածային իմաստությունը պետք է փնտրենք բահված կանցերով ես, բայց հագարակ արծաթին ու ոսկին անիգա հավիդյան արժեքավոր կմնա։ Մինչ արագած քիրքը կգարտաս, դեստե անիգա ինչպես ցույց կուտա աստվածային իմաստության վստահելուն օգուտները, ինչպես կօգնե որ զարգացնենք լավ հատկություններ եւ խուսափենք քեշ հատկությունները, եւ ինչպես կսորվեցնե թագավորության իշխանության ներքև ապրիլ։ Ժողովող քրքի նախապան
Սողոմոն թագավոր, որ Երուսաղեմեն իշխեց Իսրայելի վրա, գրեց այս գիրքը։ Ժողովող գիրքը ամբողջացավ Սողոմոնի իշխանության վերջավորության, բայց առաջ որ գրաբաշխության մեջ ինա։ Ժողովող գիրքը ունի 12 գլուխներ։ Առաջին գլուխի մեջ Սողոմոն գխոսի մարդ Արարածի աշխատանքին ունայնության մասին։ Երկրորդ գլուխի մեջ անկյանքին իմաստը կփնտրե, վերլուծելով իր շատ մեհետաբանությունները։ Սողոմոն գրե, որ հարստության յետևե ըլլալը եւ իր կորձունները գնմանին հովին յետևեն վազելուն։ 3-ն 6-րդ գլուխներում մեջ կգտնենք Սողոմոնի նկատած կարգ մփաները, որոնք մեզի կօգնեն, որ Աստծո իմաստությունը ցեկցենք։ Անցույց կուտա, որ ամեն բանի ադենը կա։ Ան կքաչալերը ձանր աշխատանքը եւ բարեկամության օգուտներու մասին կխոսի։ Անգսե, որ ուդելիքեն հաջուկ առնելը եւ աշխատանքեն բարիք վայելելը Աստուծո բարգևն են։ 7-11-րդ գլուխներում մեջ անլուրջ խոսքեր գսե կյանքի մասին։ Սողոմոն կնկատե, թե կյանքը կարճ է եւ թե մեկը պետք է ժամանակը, ուժը եւ նյութականը լավագույն կերպով կործած է։ Ասիկա երեն պիտի օգնե, որ Աստծոքով բարի անուն կամ համբավ ունենա։ Գիտեիր, Սողոմոն ճուրի շրջանին ակնարկեց, առաջ որ գիտնականները անոր մասին գիտնան տարերի ետք։ 13-րդ գլուխի մեջ ան բադանիները կքաչալերը, որ իմաստուն որոշումներ առնեն, ձերության դժվարությունները չեկած։ Հետո իր խոսքերը կամ փոփեսելով, Աստծմե վաղցիր ու անոր բադվիրանքները բահե, վասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է։ Մինչ ժողովող քրքին վրա գխոգաս, դես, թե որ բաները ունայնություն են եւ որոնք օգտակար, թե ինչպես Աստծո իմաստությունը մեզի կօգնե, որ կյանքը վայելենք, եւ թե ինչպես Աստծո հետ մտերիմ բարեկամությունը գարաշնորհ թե իմաստալից կյանքի իր թագավորության ներքև։ Երկերկոց քրքի նախապան։ Սողոմոն թագավոր այս բանաստեղծական գիրքը գրեց Երուսաղեմի մեջ։ Գիրքը հորինվեցավ, դաջարը շինվել են ժամանակ մի ետք։ Սողոմոնի հորինած շատ մի երգերուն մեջ են, այս երգը ամենեն քեղեցիկն է։ Գլխավոր անձնավորությունը Սողոմացի աղջիկն է։ Այս բանաստեղծության մեջ նշված են նաև Սողոմացիին եղբայրները, Հովիվը, Սողոմոն, Երուսաղեմի աղջիկները կամ բալադական գիները եւ Սիոնի աղջիկները կամ Երուսաղեմի գիները։ Երգը կներկայացվի շատ խոսակցություններով, ուր խոսողները միշտ կփոխվին։ Խոսողներուն անունները չեն նշված, բայց կարելի է խոսողը գիտնալ նկատի առնելով անոր ըսածները կամ իրեն ուղված խոսքերը։ Երկերկոց գիրքը ունի 8 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխները կխոսին դեպքերու մասին, որոնք տեղի կունենան Սունամ քաղաքին մեջ։ Սողոմացին կբերվի Սողոմոնի վրանը, բայց անոր առաջարկները կմերժե եւ գսե, որ գրնա միայն իր սիրելի Հովիվը սիրել։ Գիտեիր, Սունամը Դավիթին հոգ տանողին Ապիսագին ծնած վայրն է եւ հոն ուր Եղիսե մարգարեն շատ անգամ ընտանիքի մկով կմնար։ 3-8-րդ գլուխները կնկարագրեն Երուսաղեմի մեջ տեղի ունեցող դեպքերը։ Սողոմոն իր բալադը կդառնա եւ իրեն հետ կդանի Սողոմացին, փորձելով զինք դպավորել։ Սողոմացին Երուսաղեմի աղջիկներուն կամ բալադական գիներուն գսե, որ իր մեջը սեր չարտնցնեն Սողոմոնին հանդեպ։ Հովիվը Սողոմացին հետևեն Երուսաղեմ գերտա եւ զինք կզորացնե իր սիրո չերմ խոսքերով։ Պետք է իմդի ունենանք անցյալի արևելյան միջավայրը, որ ըմբռնենք այս երկին սիրային խոսքերը, որոնք այսօր մեզի դարօրինակ կերևին։ Հովիվը Սողոմացին աչքերը կնմանցնե աղավնիի աչքերու, մազերը այծերու հոդի եւ այդերը նուրի գդորներու։ Սողոմոն իրեն անգամը եւս անուշ խոսքեր գսե, բայց աղջիկը գշարունակե իրեն դեմ տնել։ 8-րդ գլուխին մեջ Սողոմացի աղջիկը դուն կվերադառնա։ Իր սիրելի Հովիվին իր բացարձակ նվիրումը փաստելով Սողոմացին գմիանա անոր։
Իրենց մնայուն սերը կնկարագրվի որպես Յահի պոցը, քանի որ Եհովան է իսկական սիրո աղբյուրը։ Մինչ այս քիքը կգարտաս, դες Սողոմացի աղջկան անարադությունը, Հովիվին հանդեպ իր հավատարմությունը, եւ թե ինչպես իսկական սերը ձակում գարնե Եհովային, որոնք էր իշխանությունը սիրո վրա հիմնված է։ Եսայի գրքի նախապատ։ Եսային զարայեց որպես Եհովային մարգարեն։ Ան իր անունը գրող այս քիրքը գրեց մինչ Երուսաղեմի մեջ էր, Ութայի երկու Սերիան թագավորության մայրաքաղաքը։ Եսային ուներ երկու տղա՝ Սեյար Հասուբ եւ Մահեր Շալալ Հաշպազ։ Անոնց անունները մատնանշեցին դեպքեր, որոնք շուտով Ութայի թագավորության պիտի աստեին։ Եսային առնվազն 46 տարի մարգարեացավ։ Ութայի Ոզիա, Հովաթամ, Աքազ եւ Եզեգիա թագավորներուն իշխանության ընթացքին։ Ան այս քիրքը ամբողջացուց Քրիստոսի առաջ 732-ին ժամանակ մի ետք։ Հովսեեն եւ Միքյան իրենց մարգարեությունները արձանագրեցին գրեթե նույն ժամանակ։ Օրինագի համար Եսային մարգարեացավ Իսրայելի հյուսիսային թագավորության անգումի մասին, որ տեղի ունեցավ իր օրերուն, Երուսաղեմի գործանումի մասին, որ տեղի ունեցավ ավելի քան 100 տարի ետք, Բաբելոնի անգումի մասին, որ տեղի ունեցավ Եսայի օրերեն մոտ 200 տարի ետք, եւ Մեսիային հայտնվելու մասին, որ տեղի ունեցավ մարգարեությունը գրվել են ավելի քան 700 տարի ետք։ Գիտեիր, Եսային մանրամասնորեն ասավ, որ Բաբելոնը ինչպես պիտի գործանվեր, եւ քաղաքը նվաճողին անունը տվավ Բյուրոս։ Եսայի գիրքը ունի 66 գլուխներ։ Առաջին 6 գլուխները մեծավ մասամբ կաստարարեն այն աղետի մասին, որ Երուսաղեմին եւ Հուդային վրա պիտի կար անոնց բնակիչներուն կործած մեղքերուն պատճառով։ 6-րդ գլուխի մեջ, երբ Եհովան գսե ով ղրգեմ, Եսային հոժարական ոգի ցույց կուտա ասելով. ահա վասիկ ես, զիս ղրգե։ 7-13-րդ գլուխները գխոսին Ասորիկի եւ Իսրայելի 10 ցեղյան թագավորության միացած զորքերու հարձակումի սպառնալիքին մասին։ Բայց Եսայի մարգարեության արիգադարում Ասորեստանը այս երկու ասկերը բարդության մատնեց եւ սպառնալիքը վերցուց։ 13-ին 20-րդ գլուխներու մեջ հայտարարություններ կան Բաբելոնին եւ ուրիշ ասկերու դեմ Աստծո ժողովրդին հանդեպ անոնց վայրակության համար։ 24-ին 35-րդ գլուխներու մեջ Եհովայի ժողովրդին ուղված պատգամներ կան ամայացումի եւ վերահաստատումի մասին։ Իր ժողովուրդը անհավատարիմ գտնված էր։ Օրինակ, պաշտպանության համար Հուտան դիմաց էր Ասորեստանին, փոխանակ Եհովային դիմելու, իսկ Իսրայելը Եգիպտոսին։ 36-ին 39-րդ գլուխները գխոսին Եզեգիա թագավորին իշխանության ընթացքին դեղի ունեցող հետաքրքրական դեպքերու մասին։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հութային վրա գարշավ է եւ գսպառնա Երուսաղեմը գործանել, եթե անիգա չհանձնվի։ Եզեգիան Եհովային գաղութ է բրգության համար։ Եհովան Եզեգիային գվստայեցնե, որ Երուսաղեմը աբահով պիտի լա, եւ հետո հրաշալիորեն իր ժողովուրդը գազադե գրգելով հրեշտակը, որ միայն մեկ գիշերվա մեջ 185,000 ասորեստանցի զինվոր կմերցնե։ Հագարականոր որ Հութան կբրգվի, բայց անոր մեղքերը ի վերջո պատճառ կդառնան, որ Երուսաղեմը գործանվի եւ հրյաները Բաբելոնքերի դարվին։ 40-66-րդ գլուխներու մեջ Եհովան իր ասկը կմխիթարե եւ գխոստանա ճշմարիտ պաշտամունքը վերահաստատել, երբ անոնք քերութեն վերադառնան։ Եսայի գիրքը շատ անգամ կգետորանա Աստուծո թագավորության վրա։ Անոր թագավորը Մեսիան է, որ ճշմարիտ պաշտամունքը Հավիդյան կվերահաստատե։ Եսային Մեսիային մասին շատ բաներ մարգարեացավ։ Օրինակ, ըսավ որ անգույսեմը պիտի դներ, Դավիթին շարավիղեն պիտի կար, Քալիլիո մեջ պիտի ապրեր եւ հիվանդները պիտի բժշկեր։ Հիսուս Քրիստոս եւ իր առաքյալները ամենեն շատ Եսայիին մարգարեություններեն մեջ բերեցին, որ հստակացնեն թե ով է Մեսիան։ Նազարեթի ժողովարանի մեջ Հիսուս նույնիսկ արտած Եսայի 61:2 եւ իրեն գիրարգեց։ Մինչ Եսայի գիրքը գարտաս, դες թե ինչպես Եհովայի մարգարեական տտաստանները միշտ կգադարվին, թե ինչպես Եհովան գբրգե անոնք, որոնք իրեն գվստային,
եւ թե ինչպես Մեսիային մարգարեացված իշխանությունը երկրի վրա հավիդյան խաղաղություն պիտի բերե։ Երեմիա գրքի նախապան։ Եհովան Երեմիա մարգարեին գրել լվավ Աստվածաշունչին ամենամեծ քիրքերը մեկը։ Երեմիա քիրքը մարգարեական քիրքը ըլլալեզատ նաև գնշե մարգարեին անձնական փորձառությունները եւ զգացումները։ Երեմիան ծնելը առաջ Եհովան հատկապես հետաքրքրված էր իր մով, ան քահանայական ընտանիքը պիտի ծներ։ Երեմիան հետազոտիչ եւ բծախնդիր պատմաբան դարձավ։ Ան գրեց 3-րդ եւ 4-րդ թագավորաց եւ ողբ քիրքերը։ Ան դերևս մոտ 25 տարեկան էր, երբ Եհովան զինք մարգարե նշանակեց Քրիստոսի առաջ 647-ին։ Այսինքն Իսրայելի հյուսիսային թագավորության անգումեն մոտ 90 տարի ետք։ Այդ ադեն շրջանի մեջ դագնուվրա վիճակ կդիրեր, քանի որ թշնամի ուժեր կմրցակցեին շրջանին դիրելու համար։ Երեմիան որպես մարգարե ծառայեց մոտ 67 տարի, մինչև Քրիստոսի առաջ 580 թվական։ Ան մարգարեացավ բարի թագավորին, Հովսիային եւ չար թագավորներուն Հովակազին, Հովագիմին, Հովակինին եւ Սետեգիային իշխանություններուն ժամանակ։ Երեմիա մոտ 40 տարի է մարգարե էր, երբ Քրիստոսի առաջ 607-ին Երուսաղեմն ու Դաջարը գործանվեցան եւ Երաբրոներու մնացորդը Բաբելոնքերի դարվեցավ։ Հետո Երեմիան Եգիպտոս տարվեցավ, ուր ան իր նշանակումը շարունակեց որպես Եհովային մարգարեն։ Երեմիա քիրքը ամբողջացավ Քրիստոսի առաջ 580-ին Երուսաղեմի գործանումեն 27 տարի ետք։ Նավում, Ամպագում, Աբթիա եւ Եզեգել մարգարեներն ալ ժամանակը միջոցին գրեցին։ Դանիել մարգարեն Երեմիային ուրիշ մեկ ժամանակագիցներ, բայց ան իր քիրքը ամբողջացուց Քրիստոսի առաջ մոտ 536-ին։ Երեմիա քիրքը ունի 52 գլուխներ։ Այս քիրքին դեպքերը չեն գրված ժամանակագրական շարքով, հաբա ըստ նյութի։ Առաջին գլուխի մեջ Եհովան Երեմիա մարգարեին գահանձնարարե, որ թե տադաստանական եւ թե հույսի պատկամ դա։ Երկուքեն 24-րդ գլուխներու մեջ Եհովան իր տադաստանները գահեդարարե Երուսաղեմի ժողովրդին թեմ իրենց չար գործերուն համար, ինչպես կրաբաշտություն եւ բռնություն։ Եհովան Երեմիային ասավ, որ հողեգուժը գոդրդե, ցույց տալու համար թե ինչպես Իսրայել ազգ պիտի պատճեր անոր չար վարքին համար։ 29-ն 34-րդ գլուխներու մեջ հավատարիմ հրյա աքսոլյաներուն ուղված մխիթարական խոսքեր կան։ Երեմիան նորեն գսե, որ Եհովան խոստացած է հրյաներ Երուսաղեմ վերադարձնել եւ Դավիթին հետ իր ուխտը գադարել։ Ուխտը հավիտենական թագավորության, որ ամբողջ երկրի վրա արտարություն պիտի բերե։ Գիտեիր, Դանիել մարգարեն Երեմիա քիրքեն հասկացավ, թե Երուսաղեմի ամայացումը 70 տարի պիտի դեվեր եւ թե Աստծո ժողովուրդը պիտի ազատագրվեր։ Շատ մկլուխներ կբատմեն, թե Երեմիան ինչպես համարձակորեն Եհովային պատկամը ծանոթանեց, հագարականոր որ վայրակորեն հալածվեցավ։ 36-րդ գլուխի մեջ Երեմիան իր քարտուղարին Բարուքին քրի առնել գուտա Եհովային խոսքերը անոր ժողովրդին եւ բոլոր ազգերուն դեմ։ Երբ Հովագիմ թագավորը պատկամը գլսե, քալարը կգդրե եւ գրագի մեջ կնեդե։ Բայց Եհովան Երեմիային գսե, որ պատկամը ետ քրե։ 38-րդ գլուխը կբատմե, որ Սետեգիա թագավորը ինչպես Երեմիան իր թշնամիներուն գահանցնե եւ անոնք զինք ցեխոտ կուպի մեջ կնեդեն։ Հետո Աբդեմելեքը Եհովայի հավատարիմ մեկցարան Երեմիան գազադե։ Երեմիա քիրքի մեջ շատ մասկերու ուղված տադաստանական զորավոր պատկամներ կան, ինչպես Եգիպտոս, Պղշտիա, Մովաբ, Ամմոն, Եթովմ եւ Բաբելոն։ Այս ազգերը դատվեցան Աստծո ժողովրդին թեմ իրենց թշնամության համար։ Ասկեզատ Երեմիան գրեց Երուսաղեմի վերջին օրերուն, Բաբելոնին գոմե Երուսաղեմի գործանումին եւ ադոր հետևանքի մասին։ Մինչ Երեմիա քիրքը գսերդես, դես թե Եհովան ինչպես չարերը դադարեցրեց,
բայց հավատարիմներուն հույս տվավ, թե ինչպես հագարակ դժվարություններուն Երեմիան հավատարմորեն իր նշանակումին գարչեցավ, եւ թե ինչպես Եհովան խոստացավ հաստատել թագավորությունը, որ երկրի վրա արդարություն մի դիպերը։ Ողբ գրքի նախապան։ Երեմիա մարգարեն ողբ գիրքը հորինեց Քրիստոսի առաջ 607-ին Բաբելոնի գողմե Երուսաղեմին բաշարումը եւ գործանումը դեսնել է քիչ հետք։ Երեմիան գահիտնի իր խորցավը այն աղետին հանդեպ, որ Երուսաղեմին վրա եկավ։ Գիրքը ունի 5 գլուխներ կամ ոդանավորներ։ Առաջին գլուխի մեջ Երուսաղեմ քաղաքը կնկարագրվի որպես իշխանուհիմը, որ իր թշնամիներուն գողմե անհույս վիճակի մեջ կցկվի եւ լքված որպե վայրի գթառնա իր շատ մեղքերուն պատճառով։ Երկրորդ գլուխը ցույց կտա, որ Եհովան ինք Երուսաղեմին վրա գործանում բերավ։ Անոնք, որոնք Երուսաղեմի ավերված բարիսներուն կովեն գանցրին, գզարմանան տեսնելով քանտված քաղաքը։ Երրորդ գլուխի մեջ Երեմիան անհույս ազգը կնմանցնե շատ նեղացած դղամարդումը, որ Եհովային գաղաչե, որ իշե իր խեղճուգրակ վիճակը եւ անդունը լալը։ Բայց Երեմիան համբերությամբ կսպասե եւ գոհուսա, որ Եհովան իր հավատարիմ սիրով եւ ողորմությամբ ազգը պիտի վերականգնի։ Չորրորդ գլուխը գխոսի Եհովային դաջարին մասին։ Ճիշտ է, որ անիգա ադեմը ճշմարիտ պաշտամունքին փարավոր գետրոնն էր, բայց հիմա ավերված էր։ Երեմիան գտնում է, թե ինչ սոսկալի վիճակներ, ինչպես դժվարություն, սով եւ մահ կդիրեին Երուսաղեմի մեջ անոր վերջին բաշարումեն առաջ։ Գիտեիր, առաջին 4 գլուխները ձայրանուն ոդանավորներ են։ Այսինքն, ամեն մեկ գլուխի մեջ ուպմը իր հաջորդ համարներ դսկսին եբրայերեն այբուբենի 1 դարով։ 5-րդ գլուխը գրված է Երուսաղեմի նախկին բնակիչներուն տեսանկյունեն, որոնք իրենց դուները եւ ազատությունը գործընծուցին։ Երեմիան զանուն կնմանցնե որպերու, որոնք խոնարհաբար Եհովային գաղաչեն, որ իրենց ողորմի եւ բրգե։ Մինչ ողբ գրքին 5 ոդանավորները նկատի գարնես, դես, թե ինչպես ըմպոստությունը աստվածային դադաստանի գարաչնորդ է, թե ինչպես զղջումը աստվածային ողորմության գարաչնորդ է, եւ թե ինչպես վիշտը պիտի փոխարինվի ուրախությամբ թագավորության իշխանության ներքև։ Եզեկիել գրքի նախապան։ Եզեկիել քահանայի որդի էր եւ ծառայեց որպես Եհովայի մարգարեն։ Ան Հութայի մեջ արբեցավ մինչև Քրիստոսի առաջ 617-ը, երբ Հութայի թագավորը Հովակին ստիպվեցավ Բաբելոնին հանձնվել։ Եզեկիել այն հրյա աքսորյալներն էր, որոնք Նաբուկոդոնոսոր թագավորը այդ ադեն Բաբելոն դարավ։ Քրիստոսի առաջ 613-ին Եհովան Եզեկիելին հանձնարարեց, որ մարգարյանա հրյա աքսորյալներուն, որոնք Բաբելոնքերի դարված էին։ Եզեկիել իր նշանակումը հավատարմորեն կատարեց առնվազն 22 տարի։ Ան իր գիրքը ամբողջացուց Քրիստոսի առաջ շուրջ 591-ին։ Եզեկիել մարգարեացավ նույն ադեմ, որ Աբդիան եւ Երեմիան կմարգարեյանային Հութայի մեջ, իսկ Դանիելը Բաբելոնի մեջ։ Եզեկիելի ամբողջ գրքի մեջ կշեշտվի Եհովայի անվան սրբացումը։ Գերիշխան դեր Եհովա արդարությունը բնակրի մեջ կնշվի 217 անգամ։ Եզեկիել գիրքը ունի 48 գլուխներ։ Մեգեն երրորդ գլուխներու մեջ կգարտանք Հոեգապ տեսիքներու մասին, որոնք Եզեկիել կտեսնե քոփար քեդինքով։ Երբ զորավոր հով մգել է, Եզեկիել կտեսնե 4 սկանչելի ապրող էակներ կամ քերովբեներ։ Անոնց մի ամեն մեկը 4 երես ուներ՝ մարդու, արույցի, եզի եւ արձիվի։ Այս երեսները գարդացել են Եհովայի ունեցած հատկությունները։ Եզեկիել կսկանչանա տեսնելով Եհովայի գազմագերբության երկնային մասը, որ կներկայացվի Աստծո Սուրբ Հոգիով առաջնորդվող երկնային գարկովը։ 424 գլուխները կփոխանցեն Եհովային դադաստանը Երուսաղեմին եւ անորեն փոստու գրաբաշխ ժողովրդին դեմ։
Եզեկիել շատ անգամ Եհովային մարգարեությունները խորհրդանշական արարքներով փոխանցեց։ Օրինակ, Եհովան Եզեկիելին ասավ, որ Երուսաղեմ քաղաքը փորագրի աղույսի վրա եւ անոր շուրջը բատնեշ կանգնեցնե։ Քալիք բաշարումը ցույց տալու համար ան 430 օր իր գողքին վրա բարգեցավ։ 25-ին 33-րդ գլուխներում մեջ Եհովան իր ուշադրությունը կդարձնե շրջակա ազգերուն, անոնք աննպաստ դադավճիռ կստանան, քանի որ իր ժողովրդին կհագարակին։ Եզեկիելի միջոցով Եհովան կմարգարյանա Տիրոսին եւ անոր թագավորին գործանումի մասին։ Գիտեիր, Տիրոսի թե մարգարեությունը կատարվեցավ երկու հանգրվաններով։ Նաբուկոդոնոսորը ցամաք քաղաքը կարուկանտ ընելեն դարիներ յետք մեծն Ալեքսանդր Տիրոսի ցամաք քաղաքին ավերակները կորզածեց, որ խճուղի մշինե եւ Տիրոսի գղզի քաղաքը կորզանե։ 33-ին 48-րդ գլուխները հույսի պատկամ կփոխանցեն եւ գահետնեն, որ ճշմարիտ պաշտամունքը պիտի վերահաստատվի։ 40-ին 48-րդ գլուխներում մեջ Եհովան Եզեկիելին գուտա դաջարի դեսիլքը։ Այս դեսիլքը մեր ուշադրության կանցնե ճշմարիտ պաշտամունքի նկատմամբ Եհովային բարձր չափանիշները։ Մինչ այս մարգարեական գիրքը կգարտաս, նկատի առ Եհովային հոյակապ հատկությունները, Եզեկիելի հարադեպ հնազանդություն Եհովային ուղղություններուն եւ Եհովային խոստումը, որ թագավորության միջոցով ամբողջ մարդկությունը պիտի միացնե ճշմարիտ պաշտամունքի մեջ։ Դանիել գրքի նախապան։ Դանիել այս գիրքը գրեց Բաբելոնի մեջ։ Դերևս ան Հութայի բադանի իշխաններն էր եւ Բաբելոն քերի դարվեցավ ուրիշ ազնվականներու հետ։ Ետքը Դանիել գարավարական պաշտոնյա եղավ Բաբելոնացիներուն կով եւ հետակային մարերուն ու բարսիկներուն կով։ Դանիել իր գիրքը կսկսի պատմելով դեպքեր, որոնք կսկսան Քրիստոսի առաջ 618-ին եւ դեր բադանի էր։ Ան իր գիրքը ամբողջացուց Քրիստոսի առաջ մոտ 536-ին։ Աբթյան, Եզեկիելը եւ Երեմիան Դանիելի ժամանակագից էին։ Անոնք ապրեցան ժամանակը, երբ Իսրայել դագնու վրա էր եւ որուն ընթացքին Երուսաղեմը գործանվեցավ։ Դանիել իր աչքերով տեսավ Մարաբարսկաստանի ցերկով Բաբելոնի նվաճումը եւ հավատարի մնացորդիմը Երուսաղեմ վերադարձը։ Բայց ան անոնց հետ չվերադարձավ, թերևս քանի որ դարեց էր։ Դանիել գիրքը ունի 12 գլուխներ։ Առաջին 6 գլուխներում մեջ կտեսնենք Դանիելի եւ անոր 3 ընկերներուն փորձառությունները ժամանակակրական շարքով։ 7-13-րդ գլուխներում մեջ Դանիել Աստուծմեն է շնչվելով կտեսնե մարգարեական երազներ ու դեսիլքներ։ Առաջին, 3-րդ եւ 6-րդ գլուխներում մեջ նշված են Դանիելի եւ անոր եբրայեցի ընկերներուն հաջողությամբ թիմակրաված դարբեր փորձությունները։ Անոնք կմերժեն ուտելիքներ ու խմելիքներ, որոնք իրենք անմաքուր պիտի դարձնեին Աստծո աչքին։ Անգե ժամանակ մի ետք Դանիելի 3 ընկերները Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով քաչությամբ մահը կթեմակրավեն գրագի հնոցի մեջ, քանի որ կմերժեն երկրբակել Բաբելոնական պետությունը ներկայացնող արձանիմը։ Տարիներ ետք օրենք մը գտրվի, ըստ որուն մարդիկ տարեհ տակավորեն զատ մեգեմը բամը պետք չէ խնդրեն, բայց Դանիել կշարունակե Եհովային աղոթել եւ այդ պատճառով արյուծներու կուպը կնետվի։ Ամեն մեկ փորձության տակ Դանիել եւ իր ընկերները ուղամիտ կմնան եւ Եհովան զանոնք կպաշտպանե։ Երկրորդ եւ 4-րդ գլուխներում մեջ Եհովան Դանիելին կարողություն կտա, որ Նաբուկոդոնոսոր թագավորին երազներն երկուքը մեկն է։ Աստուծմե դրված այս երկու երազներն ալ մարգարեական նշանակություն ունեն։ Առաջին երազը մեծ արձանի մասին է, որ դարբեր մեդալները շինված է։ Այս արձանը կներկայացնի իրարահաջորդ աշխարհակալ ուժեր, որոնք մեծապես աստած են Աստուծո ժողովրդին։ Մարգարեությունը վերջ կգտնե այս ուժերուն գործանումով, որ մեյետք միայն Աստուծո թագավորությունը պիտի իշխե մարդոց վրա։ Նաբուկոդոնոսորին երկրորդ երազը մեծ ծառի մասին է, որ մինչև երկինք կհասնի։ Ծառը կդրվի, բայց անոր գոճղը գաբանքի մեջ կդրվի 7 ժամանակ։ Ասիկա կխորհրդանշե թագավորին իշխանության ընդհատումը, բայց գոճղը կմնա։
ինչ որ ցույց կտա, որ իշխանությունը պիտի վերահաստատվի։ 5-րդ գլուխը կպատմե, որ ինչպես երբ Բաղդասար թագավորը խնջույք կներ, Պալադին բադին վրա կրությունը գերևի։ Դանիել Բաղդասարին գսե թե կրությունը կզգուշացնե, որ Բաբելոնը պիտի նվաճվի մարերուն եւ բարսիկներուն կողմէ։ Նույն գիշերը Բաբելոն գինա։ Գիտեիր, Դանիել գիրքի մեծ մասը արամերեն լեզվով գրված է։ Հին օրերուն շատեր կխոսեին արամերեն լեզվով։ Արամերենը եւ եբրայերենը նույն այբուբեն ունեին։ 7-րդ եւ 8-րդ գլուխները Քազաներու մասին դեսիլքներ են, որոնք կպատկերացնեն Բաբելոնին, Մարաբարսկաստանին, Հունաստանին եւ Հռոմին բարձրացումն ու անկումը։ Ասկեզատ Եհովան իր որդիին գուտա հավիտենական թագավորությունը, որ բոլոր կառավարությունները պիտի փոխարինե։ 9-րդ գլուխը կպատմե, որ Դանիել Աստծո խոսքը սերդած ադենգը գիտնա, որ մոդորեն հрьяաները կերութենը մի ազատագրվին։ Հետո մինչ Դանիել գաղոթե հրեշտակ մանոր գերևնա եւ Մեսիայի մասին մանրամասնություններ գահիտնե։ 10-13-րդ գլուխները կպատմեն, թե ինչպես հրեշտակը Դանիելի նորեն գայցել է, կքաչալեր է եւ աբակայի մասին ուրիշ տեսիլք մգուդանոր։ Այդ տեսիլքի մեծ մասը գահիտնե քերագայության բայկարը երկու թագավորներու միջև։ Այդ բայկարը պիտի դեվեր մինչև վերջին օրերը։ Հրեշտակը Դանիելին կվստահեցնե, որ Աստուծո հաջությունը ունի, եւ գսե, որ հագարականոր որ Դանիել մոդադենեն պիտի մահանա, բայց օրերուն վերջը հարություն պիտի առնե։ Մինչ այս գիրքը կգարտաս, դες թե Եհովան որքան գարժևոր է Դանիելին հավատարմությունը, թե Եհովան ինչպես թագավորներ եւ թագավորություններ իր նպատակին համաձայն գուղե, եւ թե Եհովան ինչպես իր որդիին գուտա հավիտենական թագավորությունը, որ բոլոր կառավարությունները պիտի փոխարինե։ Օվսեե գրքի նախապան։ Օվսեեն ծառայեց որպես մարգարե Իսրայելի դաստիարակության թագավորության, եւ իր մարգարեությունները գլխավորապես ուղղված էին այդ ազգին։ Անոր ժամանակագից էին Միկյան եւ Եսային, որոնք ծառայեցին որպես մարգարեներ Հութայի հարավային թագավորության։ Օվսեեն սկսավ մարգարեանալ Քրիստոսի առաջ 804-ին գամանգե առաջ Հերոպովամ երկրորդ թագավորին իշխանության ընթացքին։ Ան որպես մարգարե ծառայեց մոտ 60 տարի, մինչև Քրիստոսի առաջ 745, երբ իր անունը գրող գիրքը ամբողջացուց։ Օվսեեն մարգարեացավ քաղաքական մեծ տագնապի ընթացքին։ Այս ժամանակամիջոցին Իսրայելի թագավորներն 4-ը սպաննվեցան։ Օվսեե գիրքը ունի 14 գլուխներ։ Մեգեն երրորդ գլուխներում մեջ Օվսեեին ընտանեկան կյանքին ընդմեջեն կներկայացվի Իսրայելին հետ Եհովային կորձանությունը։ Եհովան Օվսեեին գսե, որ ամուսնանա գնոջը հետ, որ ետքը գրգին անգամ շնություն պիտի կորձեր։ Օվսեեն կամուսնանա Քոմերին հետ, որ իրեն հանդեպ անհավատարիմ կգտնվի։ Անոնց ամուսնությունը կպատկերացնե Եհովային ամուսնությունը Իսրայելին հետ Մովսեսական օրենքի ուխտի միջոցով։ Ինչպես Քոմերը, նույնպես Իսրայել Եհովային թավաջանեց, երբ սկսավ սուտ աստվածներ բաշխել եւ հետանոց ասկերու հետ քաղաքական դաշնակցություններ ունել։ Երրորդ գլուխի մեջ Եհովան Օվսեեին գսե, որ իր անհավատարիմ գինը Եդարն է։ Ասիգա ցույց կտա, որ Եհովան հոժար է իսրայելացիներուն ողորմելու, եթե անոնք զղջան, գրաբաշխությունը թատրին եւ իրեն հնազանդին։ Օվսեեն գմարգարյանա, որ Իսրայելը Եհովան եւ Դավիթ թագավորը պիտի փնտրե։ Այս մարգարեությունը կատարվեցավ, երբ Հիսուս երկինքի մեջ թագավոր եղավ։ Գիտեիր, Իսրայելի հյուսիսային 10 ցեղյան թագավորությունը երբեմն Եփրեմ կամ Սամարիա կոչվեր։ Եփրեմը այդ թագավորության գլխավոր ցեղն էր, իսկ Սամարիան թագավորության մայրաքաղաքն էր։ 4-13 գլուխները անհավատարիմ Եփրեմին թեմ դատաստանական պատգամներ կբարբագեն։ Անոնք կատարվեցան, երբ Ասորեստանը Իսրայելը բարդության մատնեց եւ անոր մայրաքաղաքը Սամարիան նվաճեց։
14-րդ գլուխը գբարփագե չերմ հրավերմը Իսրայելին վերադառնալու Եհովային, որ իր ղարքին գվստայեցներ ժողովրդին, թե իրենց պիտի ողորմի։ Մինչ Ովսեե գիրքը կգարտաս, դες թե ինչպես Եհովան անգերց պաշտամունք կբանջե, թե ինչպես կողորմի զղջացող մեղավորներուն, եւ թե ինչպես երկինքի մեջ Դավիթի շալավերեն թագավոր մահետայտելու իր խոստումին դերն է։ Հովել կրկի նախապան Քրիստոսի առաջ 9-րդ դարուն Հովել մարգարեացավ Հութայի երկու ցեղյան թագավորության եւ այնպես կերևի որ ան իր մարգարեությունները ածնակրեց Քրիստոսի առաջ շուրջ 820-ին Ոզիա թագավորին օրերուն Հովել ժամանակագից էր Հովնան եւ Ամոս մարգարեներուն Հովել գիրքը ունի 3 գլուխներ եւ դերոջը քալիկ օրվնե գսկուշացնե Առաջին եւ երկրորդ գլուխները գխոսին մարախներու ներխուժումի մասին որուն պատճառով երգիրը պիտի ամայանա եւ սով պիտի լա Մարախները արյուզի ագրաներ ունին Ցիերու բես գվազեն բادرազմիկներու բես բարիստներու վրա գելեն եւ բادرազմի կացող գարկերու գնմանին Հագարականուն որ սուտ պաշտամունքը գդարածվի Երուսաղեմի եւ Հութայի մեջ Եհովան թույլ պիտի չտա որ ժողովուրդը իր ըմբոստ ընթացքը շարունակե Հութայի ժողովուրդը Աստուծո հաճությունը պիտի շահի միայն եթե զղջա եւ իրեն դառնա Գիտեիր Բողոս Արաքյալ Հովելին խոսքը մեջ բերեց երբսավ Ամեն ով որ դերոջը անունը գանչե պիտի ազատի Դերոջը անունը գանչելը գբարփագե Աստված ճանչնալ իրեն վստահիլ հնազանդիլ եւ մեր կյանքի մեջ առաջին դեղը տնեն Երրորդ գլուխի մեջ ասկերեն հաշիվ կբահանջվի Աստուծո ժողովրդին հանդեպ իրենց քեշ վարկին համար Անոնք պիտի ջզմվին հնցանի մեջ եղող խաղողին պես Հետո Եհովան գխոստանա որ թակավորությունը թե ֆիզիկական եւ թե հոգեվոր օրհնություններ պիտի բերե Երկնքի մեջ եւ երկրի վրա բոլորը պիտի միանան ճշմարիտ պաշտամունքին մեջ Մինչ Հովել քիրքը գսերդես դες թե ինչպես անոնք որոնք իրենք զիրենք Աստուծո տշնամիները գնեն գդուժեն թե ինչպես անոնք որոնք կզղջան եւ Եհովային գթարնան գոկտվին եւ թե ինչպես Հովելի մարգարեությունը կգադարվի մինչ Աստուծո թակավորության մասին կկարոզվի Ամովս կրկի նախապան Ամովս մարգարեն, որ իր անունը գրող գիրքը գրեց, ինքզին կնկարագրե որպես հովիվ եւ մոլաթուս քաղող կամ ծագող Ամովս Հութայի Թեգվե քաղաքն էր, որ Երուսաղեմի հարավը գտնվեր Եհովան Ամովսը գրգեց որպես մարգարե գլխավորապես Իսրայելի հյուսիսային թագավորության Ամովս մարգարեացավ Քրիստոսի առաջ 829-ին 804-ի միջև Հերոփովամ երկրորդ թագավորին իշխանության ընթացքին Ամովս իր մարգարեությունը արձանագրեց Քրիստոսի առաջ մոտ 804-ին Հութա վերադառնալի ետք Ամովս ժամանակագից էր Հովնան, Հովել եւ Օվսեե մարգարեներուն Ամովս գիրքը ունի 9 գլուխներ Առաջին գլուխը գբարփագե տադաստանական պատգամներ շրջակա ազգերու դեմ Երկրորդ գլուխի մեջ կան հայտարարություններ Մովաբի, Հութայի եւ Իսրայելի հյուսիսային 10 ցեղյան թագավորության դեմ Երեկեն 6-րդ գլուխները գբարփագեն տադաստանական պատգամ Իսրայել ազգին դեմ Քանի որ գրոնական սուտ սովորություններ ունի եւ համար օրեն գմեժե Աստծո կողմէ գրտվիլ Իսրայել ազգը ակահ եւ նյութաբաշտ ապրելակերպ ունի Բերջասերգիներ իրենց ամուսիններուն վրա գջնշեն, որ աղքատներուն զրգան կնեն 7-րդ եւ 8-րդ գլուխները ապշեցուցիչ դեսիքներ կներկայացնեն Ամովս կդեսնե մարախներու խուժող քունտը եւ ապա գործանարար գրագմը Հետո գաբարալարը ցույց կտա, որ Իսրայել ազգը որքան չեղած է Եհովային բանջներեն Իսկ գողով ամառնային բդուղը ցույց կտա, որ Իսրայելի վաղճանը մոդ է Գիտեիր, առաջին տարուգարավարիչ մարմինի մեկ ժողովին Հակոբոս Հիսուսին խորտ եղբայրը Ամովս քիրքեն մեջ բերեց, որ ցույց տա թե Եհովան թագավորության ժառանգորդներ պիտի հավաքեր հրյաներեն եւ հեթանոսներեն
9-րդ գլուխը գբարփագե Եհովային խոստումը, որ Դավիթին ինգած խորանը պիտի կանգնեցնե, ինչ որ գագնարգե արքայական շարավեղին, որ պիտի առաջնորդեր Մեսիական թագավորության։ Մինչ Ամոս գիրքը գարտաս, դες թե Եհովան ինչպես խոնար մարդոց նշանակում գուդավոր կարևոր կորձնեն, թե ինչպես նյութաբաշտ եւ ասված անդեսով մարդիկ պիտի չաճողին, եւ թե ինչպես Եհովան գմարգարյանա Մեսիական թագավորության հաստատման մասին։ Ապտյա քրքի նախապան։ Ապտյան Եհովայի մեկ մարգարեն էր։ Ան իր մարգարեությունը արձանագրեց Քրիստոսի առաջ մոտ 607-ին Բաբելոնացիները Երուսաղեմը գործանելը յետք։ Ապտյան ժամանակագից էր Երեմիային, Դանիելին եւ Եզեկիելին։ Ապտյա գիրքը եբրայերեն գրություններու մեջ ամենեն գարջ գիրքն է։ Անիգա ունի միայն մեկ գլուխ։ Ապտյան տադաստանական պատկամ գուտա եթով միտեմ։ Երբ Բաբելոնացիները Երուսաղեմը գործանեցին, եթովմայեցիները Իսրայելի չարչարանքին վրա ուրախացան։ Եթովմայեցիները փախչող իսրայելացիները բռնեցին, զանոն Բաբելոնացիներուն հանձնեցին եւ բարդված հրաներուն ավարեն իրենց բաժին արին։ Գիտեիր, եթովմայեցիները ասկական էին իսրայելացիներուն։ Անոնք սերած էին Հակոբի երկվորյակ եղբորմեն Եսավեն։ Եսավի դրվեցավ Եթովմ անունը, որ գարմիր կնշանակե, իր ծննդյան իրավունքը գարմիր ոսպե աբուրի համար ձախելեն յետք։ Ապտյան գմարգարենա, որ Եթովմ պիտի գողոպտվի իր նախկին տաշնագիցներուն կողմէ։ Այս մարգարեությունը կսկսի գդարվել, երբ Բաբելոնացիները Եթովմը կնվաճեն։ Ժամանակի ընթացքին Եթովմ քոյութենե կդադրի։ Վերջին համաներու մեջ Եհովան կխոստանա, որ Իսրայել ազգը պիտի վերահաստատե որպես միացած ազգ եւ ճշմարիտ պաշտամունքը պիտի վերականգնե Երուսաղեմի մեջ։ Ապտյա քրքին վերջին խոսքերն են, թագավորությունը դերոջը պիտի ըլլա, ցույց տալով, որ Եհովային թագավորությունը Հավիդյան պիտի չադակովվի։ Մինչ Ապտյա քիրքը գարտաս, դες թե ինչպես Եհովան իր ժողովրդին հալածանքեն դեղյակ է, թե ինչպես Եհովան նեղության ժամանակ իր ժողովրդին հույս կուտա, եւ թե ինչպես Եհովային մնայուն թագավորությունը Հավիդյան պիտի չադակովվի։ Հովնան քրքի նախապան։ Եհովան Հովնան մարգարեն նշանակեց, որ աստարարե ասուրական Նինվե քաղաքը։ Հովնան մարգարյացավ Իսրայելի Հերոպովամ երկրորդ թագավորին իշխանության ընթացքին։ Ան իր անունը գրող գիրքը գրեց Քրիստոսի առաջ մոտ 844-ին։ Այսինքն Ասորեստանը Իսրայել ակսորելեն մոտ 100 տարի առաջ եւ Նավուն Նինվեի գործանումի մասին մարգարյանալեն մոտ 200 տարի առաջ։ Հովնան ժամանակագից էր Ամովսին, որ նույնպես մարգարյացավ Իսրայելի Հիսուսային թագավորության մեջ, եւ Հովելին, որ մարգարյացավ Հութային մեջ։ Հովնան գիրքը ունի 4 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխներում մեջ Հովնան Եհովայի նշանակում կստանա, որ Նինվե երթա։ Ան իրար գանցնի եւ իր նշանակում են կփախչի, դեպի Թարսիս կացող նավ մարնելով։ Եհովան ծովու մեջ մեծ փոթորիկ մը գահանե։ Հովնան գիտնա, որ այդ փոթորիկը իր բաճարով եղավ, եւ նավաստիներուն գսե, որ զինք ծովը նետեն։ Երբ անոնք Հովնանը գնեդեն, ծովը գահանթարդի։ Եհովան մեծ ծուգի մը գհրամայե, որ Հովնանը գլլե։ Ծուգին փորեն Հովնան Եհովային գաղոթե եւ իր աղոթքը գլսվի։ Հետո Եհովան ծուգին հրաման գուտա, ծուգնալ Հովնանը ցամաք կփսխե։ Գիտեիր, Հիսուս մարգարյացավ, որ պիտի մեռներ եւ 3 օրի հետ քարություն առներ։ Ան ասիկա գոչեց Հովնան մարգարեի նշանը, ագնարգելով մեծ ծուգին փորեն Հովնանին ազատելուն։ Երրորդ գլուխը ցույց կտա, թե Հովնան ինչպես իր նշանակումը կգադարե։
անգքարոզե թե Նինվեն մոդորեն պիտի գործանի։ Բայց նինվեցիները կզղջան եւ Եհովան անոնց կողորմի, ինչ որ Հովնանը կզարմացնե։ Չորրորդ գլուխը ցույց կտա, որ Հովնան նինվեցիներուն զղջարուն համար ուրախանալու փոխարեն կփարգանա։ Ան քաղաքեն դուրս իրեն համար դաղավար մգիշին է, որ դեսնե թե ինչ պիտի ելլա։ Եհովան թթմենիի եւ որդի միջոցով Հովնանին արժեքավոր տասը կսորվեցնե հավատարիմ սիրո եւ ողորմության մասին։ Մինչ Հովնան գիրքը կգարտաս, դես թե ինչպես Հովնան սրբակրումը ընդունեց եւ իր նշանակումը կատարեց, թե ինչպես Եհովան զղջացող նինվեցիներուն հանդեպ հավատարիմ սեր եւ ողորմություն ցույց տվավ, եւ թե ինչպես Հիսուս Հովնանին փորձառությունը կործածեց, որ Մարգարյանը իր մահվան եւ հարության մասին, ինչ որ մեզ արիտ կուտա հավիտյան արբելու Աստծո թագավորության ներքև։ Միքիա քրկի նախաբան Միքիան մարգարե մներ Ուտայի մորեսետ քյուղեն։ Ան մարգարեացավ, որ Իսրայելն ու Հութան պիտի գործանվեին։ Միքիային կործածած օրինակները ցույց կտան, որ ան ծանոթ էր քյուղական կյանքին։ Ան որպես մարգարե ծառայեց մոտ 60 տարի, Հութայի Հովաթամ, Աքազ եւ Եզեքիա թագավորներուն իշխանության ընթացքին եւ իր քինքը ամբողջացուց Հութայի մեջ Քրիստոսի առաջ 717-ին առաջ։ Օվսեին եւ Եսային ալ իրենց մարգարեությունները գրեցին այդ ադեն։ Ճիշտ է, որ Երուսաղեմի գործանումը, որում մասին Միքիան մարգարեացավ, իր մահեն դարիներ ետ պատահեցավ, բայց ան հավանաբար ողջ էր, երբ Իսրայելի մայրաքաղաքը Սամարիան գործանվեցավ։ Միքիա գիրքը ունի 7 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխները կհայտնեն Իսրայելի եւ Հութայի ապստամբությունը, գործված անարդարությունները, մանավանդ կիներուն եւ երեխաներուն դեմ, Եհովային զսկուշացումը, թե Սամարիան դաշտի քարագույտ պիտի դառնա, եւ իր խոստումը, թե իր ժողովուրդը Երուսաղեմ պիտի վերադառնա եւ մեկտեղ պիտի հավաքվի Փարախի մեջ եղող հոդերուն պես։ Երեկեն 5-րդ գլուխներում մեջ Միքիան գաստարար է առաջնորդները, մարգարեները եւ քահանաները իրենց չարության եւ ակահության համար։ Անոր համար Սիոնը ակարագի պես պիտի հերգվի եւ Երուսաղեմ ավերակներու թեզեր պիտի լա։ Բայց Միքիան նաեւ գմարգարեանա, որ վերջին օրերը ճշմարիտ պաշտամունքը բոլոր սուտ գրոնքներեն վեր պիտի բարձրանա եւ բոլոր ասկերը դերոջը դանելերը պիտի դիմեն։ Գիտեիր, Եհովան Միքիան ներշնչեց, որ մարգարեանա, որ Բեթլեհեմ Եփրատան Մեսիային ծննդավայրը պիտի լար։ Այս մարգարեությունը կատարվեցավ, երբ Հիսուս հոն ծնավ։ Մարգարեությունը անցած է Միքիա 5:2-ին մեջ։ 6-րդ եւ 7-րդ գլուխները ցույց կտան ժողովրդին ցավալի հոգեվոր վիճակը։ Եհովան օրինական թադմը վարողի պես իր ժողովուրդին կբահանչի, որ իրավունք ունեն, ողորմություն սիրեն ու խոնարհությունով իրեն հետ գալեն։ Բայց վաճառականները իր օրենքները գանդեսեն եւ իրենց հավատագիցները կխապեն խարտախ կշրակարերով եւ գշիրկներով։ Միքիան Եհովային գաղաչե, որ արդարություն ունի եւ վստահ է, որ անիր աղաչանքը պիտի լսե եւ հավատարիմ սեր ցույց տա իր ժողովրդին հանդեպ։ Մինչ Միքիա գիրքը կգարտաս, դες թե ինչպես Եհովա մեզ միան դրամապանական եւ օգտակար բաներ կխնդրե, թե ինչպես Միքիան վստահ է, որ Եհովան չարերուն դեմ իր դատաստանը պիտի կործադրե, եւ թե ինչպես ճշմարիտ պաշտամունքը նորեն պիտի բարձրանա Աստուծո թագավորության միջոցով։ Նավում քրքի նախապան։ Նավում մարգարեն հավանաբար Հութայի մեջ կաբրեր, երբ իր անունը գրող այս գիրքը գրեց։ Նավում գիրքը գլխավորաբար մեկ նյութ ունի՝ ասորական Նինվե քաղաքին ամբողջական գործանումը։ Նինվեի մասին գսվեր արյուններու քաղաք, քանի որ վայրակությամբ ճանցված էր։ Ադենը
Նինվեցիները Հովնան մարգարեին տադաստանական պատկամին ականջ տվին եւ իրենց չարության համար զղջացին։ Բայց հետակային անոնք իդ իրենց չար ջամփաներուն դարձան եւ Հովնանի մարգարեութենեն մոտ 2 տարի ետք Եհովան Նավումին ըսավ, որ նորեն Նինվեին դեմ մարգարյանա։ Նավում գիրքը ամբողջացավ Քրիստոսի առաջ 632-ին առաջ։ Այս թվականին էր, որ Նինվեն գործանվեցավ։ Նավում ժամանակագից էր Սոփոնիա եւ Երեմիա մարգարեներուն։ Նավում գիրքը ունի 3 գլուխներ։ Առաջին գլուխի մեջ Նավում Եհովային տադաստանական պատկամը կհայտարարե Նինվե քաղաքին դեմ։ Ամբողջ քաղաքը պիտի գործանվի փայդե, քարե եւ մեդաղե շինված իր բոլոր հեթանոց չաստվածներով։ Ասիգա Հութայի ժողովրդին համար ուրախ լուր է։ Այդ վայրակ եւ վտանգավոր թշնամի են հերու, անոնք կրնան իրենց տոները խաղաղությամբ տոնել։ Գիտեիր, Նինվե քաղաքը շինված է Նեփրովտին կողմէ, որ չրհեղեն իդ առաջին գասության հիմնադիրն է։ Երկրորդ եւ երրորդ գլուխները ավելի մանրամասնությամբ կնկարագրեն Նինվեին գործանումը։ Նինվեն բարեսպաբատ քաղաք էր, անիկա ուներ հսկա բարիսպներ եւ անոնց շուրջ չրանցկմը։ Բայց Նավում գմարգարյանա, որ քեդերուն դռները պիտի բացվին ու բալադը պիտի փլչի։ Այս խոսքերը կատարվեցան Քրիստոսի առաջ 632-ին, երբ Հեղեղմը քաղաքին վնաս հասցուց։ Ասիկա թույլ տվավ Բաբելոնին եւ Մարաստանին, որոնք Նինվեն բաշարած էին, որ քաղաքը մտնեն եւ գործանեն։ Նավումի միջոցով Եհովայի մարգարեական խոսքը կատարվեցավ իր բոլոր մանրամասնություններով։ Մինչ Նավում գիրքը կգարտաս, դες թե ինչպես Եհովան վայրակությունը գադե, թե ինչպես Եհովան միշտ իր խոսքը կգադարե, եւ թե ինչպես Եհովան կմխիթարե բոլոր անոնք, որոնք թագավորության կսպասեն, որ փրկվին եւ խաղաղությամբ ապրեն։ Ամպագում քրկինը խապան։ Ամպագում որպես մարգարե ծառայեց Հութայի մեջ։ Ամպագում գիրքը գավարդի գլխավոր երաժշտին իմ նվագած նվագարաններուս վրա խոսքով։ Անոր համար ոմանք կհետևցնեն, որ ան թերևս տաճարի մեջ երաժիշտ էր։ Ան իր անունը գրող այս գիրքը գրեց Քրիստոսի առաջ մոտ 628-ին Երուսաղեմի գործանումեն մոտ 20 տարի առաջ։ Ան ժամանակագից էր Երեմիային, որ նույնպես ծառայեց Հութայի մեջ։ Ամպագում գիրքը ունի 3 գլուխներ։ Առաջին եւ երկրորդ գլուխները կներկայացնեն զրույցը ամպագումին եւ Եհովային միջև։ Մարգարեն Հութայի մեջ դիրող բռնության, անկտության եւ անարդարության նկատմամբ իր վիշտը գահիտնե։ Եհովան գահիտնե, որ մոդորեն քաղաքացիները պիտի կործազե, որ Հութայի ասկը բաճե։ Եհովան ամպագումին գվստայեցնե, թե Հութայի վրա իր տադաստանը պիտի ճուշանա, եւ թե քաղաքացիներն ալ հետակային պիտի բաճվին իրենց վայրակության եւ չարության համար։ Գիտեիր, ամպագումի օրերուն Եհովային տաճարը Երուսաղեմի մեջ էր, ուր գետ Դավիթեն սերած թագավորները իշխած էին ավելի քան 4 տար առանց ընդհատումի։ Ուրեմն այն ադեմվահրյաներուն համար դրամապանական չէր, որ Աստված թույլ տար, որ քաղաքացիները այդ սուրբ քաղաքը գործանեն։ Երրորդ գլուխի մեջ կգտնենք ամպագումի աղոթքը ողբերգներով։ Ամպագում գիհիշե, որ անցյալին Եհովան ինչպես իր զորությունը ցույց տված էր։ Հագարակ անով, որ ամպագում իր շուրջը դիրող վիճակներուն համար գծավի, բայց Եհովային հանդեպ իր վստահությունը գահիտնե։ Անգսե, սակայն ես դերոճմով պիտի ցնծամ, իմ բրգությանս Աստուծմովը պիտի ուրախանամ։ Մինչ ամպագում գիրքը կգարտաս, դες թե ինչպես Եհովան իր ծառաներուն չարչարանքին նկատմամբ անդարբեր չէ, թե ինչպես երբ Եհովային բրգելու կարողությամբ վստահենք, ուրախությամբ կդոգանք, եւ թե ինչպես Եհովան պիտի ճուշանա իր տադաստանները գործադրելու իր թագավորության միջոցով։